Ողջույն սիրելի ընկերներ, այսօրվա մեր հյուրը Նուբար ավանդական երկու բարի խմբի ղեկավար Լուսինե Նազարյանն է։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերքը ընդունել եք։ Ես եմ շնորհակալ Եվ սիրով։ մեզ հետ եք։ Մենք ունենք այսօր շատ հարցեր, եւ Նուբարի հետ կապված, եւ ազգային երգի հետ կապված, նաեւ որպես կրող, հավաքագրող անձ։ Ձեզ ունենք հարցեր։ Սիրով տվեք ձեր բոլոր հարցերը։ Ես գիտեմ, որ Նուբար անունը որոշել է Թովմաս Պողոսյանը, բայց ինչի հենց Նուբար։ Իսկ հարցուրից ձև էի պլանում։ Իրականում շատ պատահական էր։ Մենք պատրաստվում էինք մեր առաջի ելույթին, այդ 2007 թվականի հունիսի 17-ն էր Առնո Բաբաջանյան համերգասրահում ու համերգից մոտ 2 շաբաթ առաջ մենք դեռ չէինք կողմնորոշվում անվան հարցում։ Միակ բանը, որ ինձ համար պարզ էր, այն էր, որ ես տեղանքի անուն չեմ պատկերացնում, որովհետև իմ կարծիքով, ոնց որ ես էի պատկերացնում, տեղանքը պարտադրող է, եթե որևէ տեղանքի անուն ես ընտրում, ուրեմն պետք է համ հագուստը համապատասխան լինի, համ էլ ծրագիրը սահմանափակ, այսինքն ըստ տեղանքի։ Միգուցե սխալ եմ եղել։ Մտածեցինք, մի օր Թովմաս Պողոսյանն ասաց՝ գուցե Նաղաշ։ Դուրս եկավ Նաղաշը, հրավիրատոմսի առաջի տարբերակի վրա հենց Նաղաշել գրել էինք։ Հետո մեկ էլ Էլինա Շահենը ասաց, թե գիտես Նաղաշ անունով ինչքան խումբ կա, ես կհամ էլ Նաղաշը ավելի շատ այնց աշուղական երգին է տանում դեպի։ Դες խոսեցինք համերգից ուղիղ 2 շաբաթ առաջ, ասաց, իսկ գուցե Նուբար։ Ասի, լավ։ Մարդիկ եղան, որ ասացին, վայ, ինչ սիրուն է, ինչ ձեզ համապատասխան համահունչ է բան, եւ մարդիկ էլ եղան, ասացին, վայ, ինչի Նուբար։ Գոնե Նարելներ։ Ասեմ, բայց եթե Նարել լիներ, դա էլ է պարտադրող, որ պիտի մենակ աղջիկներ լինեին։ Այդպես շատ պարզ ու հասարակ եղավ, բայց մենք սիրեցինք այդ Նուբարը ու մեր աշխատանքի ձևն էլ հետագա ինքը այդպես Նուբարի նման եղավ, էլի հենց ամեն ինչից մի անգամ առաջին անգամ փորձել ու հրամցնել։ Շատ սիրուն են երգերը, եթե չեք լսել, կարող եք գնալ ու լսել, որտեղ YouTube-ում կան շատ սիրուն եւ համերգային եւ տեսահոլովակային տարբերակներ։ Բայց ես ինչքանով գիտեմ, խմբի մեծամասնությունը հենց աղջիկներ են, չէ՞։ Հա, հենց սկզբից եւ այդպես եղավ, աղջիկները մեծամասնություն էին, միշտ ամենաշատը 4 տղա է եղել մեր խմբում։ Բայց ժամանակ կար, որ մենք 32 հոգի էինք։ Հետո եկավ ժամանակ, ես հասկացա, որ մեզ շատ մեծ քանակ պետք չի։ Մի մեքենայի ժողովուրդ։ Այդպես, այսինքն լինեն այն մարդիկ, ովքեր իմ երգի տեսակը, այսպես ասած, կկիսեն, ովքեր կկարողանան այս ծանր ծրագրից գլուխ հանել, որովհետև թաքցնելու բան չի, էլի, ասենք, եթե ոչ մի խմբին ոչ մի վատ բան չեմ ասում, ամեն մեկ իր աշխատելու կարգը ունի, եթե մի երգ, 2 երգ, այդպես մեզ մոտ մեր ծրագիրը բարդ է, հետո ասենք ծրագիր դնելուց միանգամից մի ժամանոց ծրագիրը, ժամ ու կեսանոց ծրագիրը ես նախապես գլխիս մեջ հավաքում եմ, հետո այսպես դասավորում եմ, բերում եմ, ասում երգեք։ Ու եղել է ժամանակ եղել, որ 2 ամսում, ասենք Համշենի բարբառով 20-ից մոտ հենց առաջին անգամ 26 երգ 2 ամսում ստիպված եղան սովորել։ Նույն կերպ Արցախի երգերը, Դերսիմի երգեր, այդպես վերում լցնում էի գլխներին, դի երգեք։ Բայց այդ պարտավորացնող է ու նաև շատ լավ է, որտեղ շատ սիրուն է կատարում։ Նույնիսկ ասենք ժամանակ եղավ, ասում են այն աղջիկների խումբը։ Այն աղջիկների խումբը, այն սիրուն երգող աղջիկների խումբը։ Ես տենց հենց չէ, բայց ես էլ եմ ձեզ ավելի որ աղջիկներն են երգում, տենց եմ հիշում, այսինքն տենց տպավորվել է, էլի, ուղղակի ու բաց է տպավորվել է մեջ, որ ձեր հետ կա բլուր նվագող աղջիկ։ Աննան։ Հա։ Միակ եւ անկրկնելի Աննան։ Այն որ բոլորը դե միշտ տղաներն են նվագում, բայց ձեր հետ աղջիկ է նվագում, այդ տենց միանգամից ֆիքսել էի։ Շատ երաժիշտներ եկել են ու գնացել են, կոնկրետ դուդուկահարներ, դհուլահարներ, հատկապես դուդուկահարները էլի, այսպես եկել ու գնացել են, բայց Աննան կա եւ կլինի։ Այո, եղել է, եղում է եւ եղելու է։ Եվ մի հատ ուրիշ հարց, նաև գիտենք, որ համշենական երգերի ամենամեծ պաշարը դուք ունեք ու երևի ամենամեծ համերգային ծրագրով դուք եք ներկայացել Համշենի։ Ոնց եք գտնում երգերը, ոնց եք գտել, պեղել կամ փոխանցել են։
Ուրեմն իսկապես գլուխ գովել չլինի, բայց հայաստանյան միակ խումբն ենք, որ ամբողջական համերգային ծրագիր կարողացանք ներկայացնել Համշենի մշակույթի։ Ուրեմն առաջին ծանոթությունս Համշենի երգերի հետ Սերգեյ Վարդանյանի գրքի միջոցով եղավ, այնտեղից վերցրեցի Խաուլայի երգը, այե Խաուլա, այե ջութմե խավողարայե, այդտեղից է սկսվեց։ Հետո այդպես կամաց, հետո ծանոթացա Լուսինե Սահակյանի հետ, այդ վարակվեցի իր Համշենասիրությամբ, ու Սերգեյ Վարդանյանի գիրքը մի շրջան դարձել էր իմ սեղանի գիրքը, ես ամեն օր կարդում էի, հեքիաթներն անգիր էի արել, այդպես ես Բարբառի հետ հաշտվեցի, ծանոթացա Բարբառի հետ, նույնիսկ սկսեցի տարբերությունները արդեն տեսնել քրիստոնյա համշենահայերի, այսինքն հյուսիսային Կովկասի համշենահայերի եւ իրենց բնորանում մնացած համշենցիների հետ, համշենցիների խոսվածքների տարբերությունը, որի մասին Սերգեյ Վարդանյանը շատ պարզ, փայլուն այդ գրքերի մեջ ներկայացրել է Բարբառի ուսումնասիրությունը, տարբերությունները, որ քրիստոնյա համշենցիները, ասենք, շեյով են խոսում, ռենշե են ասում, մաշտ, էշտոմ, այսպես, իսկ մահմեդականները չունեն այդ շն, իրենց մոտ ավելի այդ ռեն ավելի է հնչում։ Այսպես այդ խոսվածքների տարբերությունները եւ այլն։ Այդպես սկսվեց Սերգեյ Վարդանյանի գրքից։ Հետո բարեբախտաբար համշենցիները իրենց մշակույթի հարցում շատ ակտիվ ու նախանձախնդիր են։ Իրենք ինչ ունեն, բոլորը համացանցում կա։ Ես որպես բնագիր երգեցողության նմուշ ընտրեցի Հիկմետ Ակչիչեկի երգեցողությունը, որովհետև Հիկմեթը այն սկզբնապես չլինելով վոկալիստ, ինքը հիմնվեց մաքուր ժողովրդական երգեցողության վրա ու համշենական երգեցողության տեսակ որպես ես ընդունեցի Հիկմեթի երգը։ Թեպետ ասենք օրինակ Գյոքան Բիրբենը շատ ավելի կատարյալ ձայն ունի։ Բայց ինձ համար ասենք սկզբնաղբյուր որպես Վովա խմբի մասին է խոսքը։ Հիկմետ Ակչիչեկ, օրինակ այնտեղ Այշենուր Քոլիվար կա Համշենի, բայց Այշենուրի երգեցողությունը կարծեմ Այշենուրը, թե չէ։ Այշենուրը հա այն նոր հայս երգողը աղջիկը Այշենուրը իմիջայլոց հայախոս չի, ինքը նոր է սկսել հայերեն սովորել ու Ստամբուլում մենք իր հետ որ ծանոթացանք, ինքը մի քանի բառ հազիվ գիտեր հայերեն, գրում կարդում էր ու ես որ տեսա այդ թղթապանակը, որի մեջ ինքը հայատար գրված 100-ից ավելի հայերեն երգեր ուներ ու բոլորը երգում էր ու հերթով թերթում էր, երգում էր ու ինձ երգել էր տալիս, այդպես ասում եմ երեխայի նման լացել եմ, որ հայերեն չխոսողները սկսեցին երգել օտարություն այսքան տարով։ Այդ Հրանտինք հիմնադրամի ծրագրով գնացել էինք Ստամբուլ, այնտեղ պիտի հանդիպումներ լինեին հայկական դպրոցներում, համալսարանում թուրք էթնո երաժշտագետների հետ ու վերջում Հրանտինք հիմնարկի դահլիճում համերգ պիտի լիներ, այդ ես Հիկմեթը եւ Այշենուրը, որին մասնակցում էր նաեւ մեր Աննան այստեղից։ Այդպես սկսեցինք Լուսինեի հետ սկսեցինք ընտրել երգերը։ Ինքը հերթով ցույց էր տալիս, այդպես սա ու ասենք լսում ես Համշենի բարբառով է, բայց մտածում ես այդ իրականում Համշենի երգ է, թե ասենք լազական, թե չգիտեմ, որովհետև հետո լսում ես, հա, կա, որովհետև կա երգ, որ հետո լսում ես, տեսնում ես այդ նույն երգի թուրքերեն տարբերակը կա։ Հիմա Տիգրանակերտի երգերի մեծ մասն էլ այդպես է։ Որը որտեղից է։ Ասենք օրինակ կա այն լազական երգ կա, որը հիմա սկսել են իրենք երգել։ Մենք երգեցինք։ Ու այդպես Համշենի բարբառով քարյակները դնում են վրան, խաղիկները դնում են, երգում են։ Ասենք քայն չաղավ քեզիգի նանի օյ հայտե նանի օյ սա լազական երգ է։ Հիմա ասենք օրինակ բանի աջարական երգ կա, Համշենցիները այս երգը երգում են, Համշենի բարբառով խաղիկները վրան դնում են, երգում են։ Ոնց որ կոմիտասներ ասում, նորմալ է, երբ ժողովուրդները կողքի ապրելով իրար տալիս եւ վերցնում են։ Այս բնականon ճանապարհն է։ Այդպես այդ համշենցիների երգերը նայելով ֆիլմեր կան համշենցիների մասին, այնտեղ նույնիսկ տատիկների կատարումները լսելով ու իդեպ հրապարակորեն Համշենի բարբառով առաջին երգողը ազգությամբ լազա եղել։
պատմություններ եք պատմում, չգիտեինք ընդհանրապես։ Ազգությամբ լազեր ինքը շատ նոր է սկսում խոսվել, էլի ամեն դեպքում առաջ շատ չի խոսվել։ Հա, հիմա մոդա է, արդեն այսպես կարելի ասել, որ մոդա անկավ մեզ մոտ համշենական երգերը, այս վերջի տարիներին Վովա խումբը Հայաստան։ Բայց մինչև այդ չմոռանանք, որ խորհրդային տարիներին, երբ Պոլիտեխնիկի փառատոնը գործում էր, Հայաստանում համշենահայերի խմբեր կային։ Ու իրենց երգերով, իրենց պարերով, քյամանիով, իրենց հագուստով դրանք հետո ժամանակի ընթացքում վերացան։ Հիմա Ռուսաստանում, Հյուսիսային Կովկասում, Աբխազիայում ապրող, հատկապես ասենք Կրասնոդարի, Մայկոպի, բանի կողմերի ապրողները արդեն սկսել են հավաքվել ու այդ իրենց պարերը սովորել, սրաբարը կամ նոր բարը, չգիտեմ, այն մեկ էլի, միջելոց սրաբար, նշանակում է շարքով բար։ Սրա, այսինքն շարք։ Սրի հետ կապ չունի, էլի։ Շատ հետաքրքիր է ու նաև հետաքրքիր է, որ բարբարները ներսում Արցախին էլ դե տեղանքայինով տարբեր են եղել, բառերի տարբերության բաներով ու համշենն էլ ունի, որի ներսում մի քանի ճյուղավորված կա։ Հիմնական 3 խոսվածք։ Հա, որովհետև երբ որ մենք քիսմեթը ներկայացրել էինք, որ համշենը հայկական է, Աբխազիայի ժողովուրդը գրում էին, սա համշենական երգ չի, մենք չենք հասկանում, մենք համշեն ենք, բայց իրականում համշենական ուղղակի խոպայի, տրապիզոնի։ Որովհետև մենք հիմա տրապիզոնն էլ ենք ասում համշեն, արդվինն ու խոպան էլ ենք ասում համշեն։ Եվ վաղուց համշենից արդեն Ռուսաստան ու Աբխազիա տեղափոխվածներն էլ չհաշված Միջին Ասիայի համշենցիները, որոնք եւս մահմեդականացած են։ Ու ցավոք արդեն ոչ հայախոս։ Ղրղզստանում Սերգեյ Վարդանյանը կոնկրետ այդ նոհայսելիմ։ Այդ երգը Սերգեյ Վարդանյանը Միջին Ասիայում է ձայնագրել։ Հետո Այշենուրը այդպես սովորել է։ Այշենուրի երգեցողությունը ես իրան շատ եմ սիրում, ինքը հրաշալի մարդ է, բայց իր երգեցողությունը բալկանյան է։ Հա, այդ միջի խաղիկները, մի հատ sense ձայնարտաբերումը։ Ակլորական չեմ ես այդ տերմինին ասում, sense հա, այդ ձայնարտաբերումը, իր ապարատը, երգեցողությունը, մաները բալկանյան է։ Ուրեմն ես շատ վեճեր եմ ունեցել որոշ մարդկանց հետ, ովքեր ասում են, որ դե հա համշենի մշակույթը թուրքականի ինչ որ մի մաս է, դե արի որ տգետին բացատրի, էլի չիմացողին բացատրի, թե որ տրամվայ է սպասում, էլի։ Ասում եմ, եթե դուք ինձ ասեք, որ համշենի երաժշտությունը հունական, պոնտական է, բուլղարական, չգիտեմ, լազական է, ես դրա դեմ չեմ վիճի, որտեղ դա պոնտական մշակույթի, բայց ես մի կռվան ունեմ իր հայկականության հետ կապված մի երգով։ Ասա անդեր ասա քուտարդետ շադա վազի բիրքալես կու արնիվեր փադա։ Այս երգի մեղեդին մենք որ համերգին պատրաստվում ենք, մեր քյամանի նվագող ասեց Լուշ ջան, էսի ոնց որ են լոկան բերթի մեղեդին էլ։ Հին բերթերն էլ բոլոր այս մեղեդին Վանաձևային հայկական մեղեդի է։ Սուրբ Կարապետի երգ, Տիրամորգով, չգիտեմ, Հայրենիքի ջուրը, Հայրիկ Ղազարյանի երգերը, Մահոբի Գևորգի երգերը ու հասել է համշեն։ Այս ինձ համար արդեն ուղղակի բալկանյան երևի շունչ ունի, դա էլ տեղանքային ապրելուց անդադ լեզվամտածողությունը, բնությունը եւ շփումները։ Մի վալահի բառով բոլորն ասում էին թուրքական երգը, բայց իրականում դա ալլահ բառը կամ վալահի բառը մենակ թուրքերը չեն օգտագործում այդ տարածաշրջանում։ Դա արաբերեն է։ Մեր խմբի աղջիկներից մեկը ասեց ոնց իշալլա մաշալլա պետք է երգենք, ասի ես ով եմ որ բառ փոխեմ այդպես։ Ես էլ նույնը ասացի, որ ես ով եմ որ պետքա բառ փոխեմ, երգը շատ սիրուն է ու կապ չունի։ Ուղղակի ես ձգտեցի վերցնել Իհարկե նորաստեղծ երգեր էլ կան, այս մեր վերցրած երգերի մեջ, ոնց որ լուսնիգան։ Մենենագիմ լուսնիգա, բայց հիմնականում ձգտել եմ վերցնել ավելի հին շերտի ժողովրդական երգեր, որ հնարավորինս մաքուր լինի, որովհետև նոր ստեղծվածները ոնց էլ լինի, միևնույն է իրենց կրթությունը արդեն իրենց ստացած կրթությունը արդեն իր դրոշմը դրել է։ Դե ես մի անգամ մի հատ համշենի հետ կապված լրագրողական ինչ որ ֆիլմ կար, ռեպորտաժի նման ֆիլմ կար, որ գնացել էին համշեն նկարում էին մարդկանց, ովքեր որ ազգությամբ հայ են, ապրում են այնտեղ, ու մեծ որ խոսում էին, բոլորը չէ, հիմնական մասը ասում էին, դե մենք ոնց որ մուսուլմանացել ենք այն ժամանակ, հիմա ապրում ենք
այս երկրում ուզած մուսուլման ենք, մենք կարողա չենք պահում իրենց կարգերը, բայց ամեն դեպքում մենք ապրում ենք այն տարածքում, որը որ համարվում է մուսուլմանական։ Այսինքն իրանք ասում են, հա, մենք առիթների ժամանակ կարող է ալկոհոլ օգտագործենք, կարող է նոր տարին ուրիշ ձև նշենք կամ sense ինչ-որ մի հատ բան, բայց այսքան ժամանակ իրանք ապրել են մուսուլմանների հետ, ու այն մուսուլմանների հետ, ովքեր ուզեցել են տիրանան իրանց, ինձ թվում է ամեն դեպքում ազդելու էր, էլի չէր կարա ընդհանրապես ոչ մի հետք չթողեր։ Ոչ միայն կրոնը, շփումները, կրթությունը շատ կարևոր բան է, իրանք թուրքական կրթություն են ստանում։ Ու ոչ բարձր մակարդակի, էլի։ Իրանք ստանում են թուրքական կրթություն, սրանով ամեն ինչ որոշվում են։ Հա։ Ուրեմն իրենց մի մասը կոմունիստ են, մարքսիստ են։ Հա։ Ու այդ ոնց որ իրենց գլխի անձրևանոցը լինի, ես մահմեդական չեմ, հայ չեմ, քրիստոնյա չեմ, ես համշենցի եմ, ես մարքսիստ եմ։ Ոչ կարմիր եմ, ոչ սպիտակ եմ, ոչ ձեզնից եմ, ոչ նրանցից եմ։ Այդ արդեն ոնց որ ինքնապաշտպանական համակարգ լինի, էլի, այսպես։ Այդ ֆիլմերից մեկում Հիկմեթը ասում է «Əvvəl, այսինքն առաջ, əvvəl menziye cami գեթան»։ Մեծերը գնում էին մզկիթ, ջամի մզկիթ։ Հիմի ջայելնի ջամի էթաչին։ Հիմա չեն գնում։ Այսինքն այդ իրանց արյան մեջ չի եղել, հիմա արդեն հրաժարվել են, չեն էլ գնում։ Մեծերի մեջ այն պարտադրվածների, այն որ պիտի իրանք ներկայանային թունդ մուսուլման, որպեսզի իրանց ձեռք չտային, իրանք շատ նախանձախնդիր ու շատ թունդ մուսուլման են եղել առաջի մի քանի սերունդը, բայց հետո հիմիկվանները արդեն էլ այդպես ոչ հա մի մաս իհարկե ասում են մենք թուրքական ծագում ունենք, այն մեկն ասում է չէ մենք առանձին ինքնություն ենք, բայց մենք իրենց մտավորականներն են ասում, որ ընդունում են, որ մենք հայ ենք։ Դե կյանքը մի քիչ փոխվել է, այլ առաջվա պես դժվար է, էլի։ Սոչի ու Աբխազիայի հայերը ընդունում են, որ թե այդ ուրիշ է, ես միայն Թուրքիայում մենք հայ ենք։ Համշենահայ, հա։ Համշենահայ այդ իրենց ընդ որում իրենց խոսվածքի վրա էլ ռուսերենի ազդեցությունն է։ Ժամանակին իրենք հայկական դպրոցներ էին գնում։ Սոչի, Ադլեր, Սուխում այդ կողմերում հայկական դպրոցներ կային, բոլոր բնակավայրերը հայկական դպրոցներ ունեին, բայց ոնց որ Մոսկվայում ու ոնց որ բոլոր Ռուսաստանի ոնց որ բոլոր բնակավայրերում այստեղ էլ ասենք հայկական դպրոցները մեկ մասնագետ չլինելու պատճառով, մեկ համարվում էր, որ այդ դպրոցներում լավ կրթություն չի, այնպիսի պայմաններ էին ստեղծվում, որ մարդիկ ստիպված գնան կոնկրետ տեղական ռուսական դպրոցներ, ու այդպես կամաց-կամաց հայկական դպրոցները փակվում էին, բայց այդ մարդիկ հիմա այսօր էլի կան Համշենի բարբարով ստեղծագործողներ այդ Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանում, այդ մասերում կան մարդիկ բանաստեղծություններ, նոր երգեր են հորինում, հավաքվում են իրենց բարերը սովորում են, սովորեցնում են իրար, եւ նույնը Խոպայում, օրինակ Մահիր Օսկանը, Համշենցի գրող Մահիր Օսկանը, հիմա գնում է ինքը Համշենի բարբարով, ոչ թուրքերեն։ Լատինատար, իրենք օգտագործում են լատինական այբուբեն, բայց գրում են Համշենի բարբարով։ Եվ առաջին գիրքը, որ հրատարակվեց Համշենի բարբարով, Փոքրիկ իշխանը, Բիձիկ Փիրինց։ Հա։ Բիձիկ, այսինքն փոքրիկ, հա։ Մենք հակառակ ենք պատկերացնում, բիզիկ մի քիչ մեծ ենք պատկերացնում։ Հա, լորվա Գեղարքունիքի մարզում էլ մեծ են ավելի։ Ընտղան որ կա որ ասում բիզիկի բալը։ Բիձիկը հոպար։ Հետաքրքիր է, ես առաջի անգամ երևի Ռինո ունենի երգերը ձեզնից եմ լսել։ Չեմ սխալվում, չէ՞։ Լսել եմ հաստատ։ Հա, մենք երգել ենք, հաստատ երգել ենք։ Հա, հաստատ ձեզնից եմ լսել, որովհետև ես հիշում եմ նույնիսկ ձայնագրել էի, որովհետև իմ համար ոնց որ մի հատ ուրիշ մոլորակ բացահայտած լինեի ու անդադ լսում էի մանավանդներին մի քիչ այլ ձև էր ձեր մոտ երևի գործիքակազմից էր կամ աղջիկների երգեցողությունից էր, լրիվ այլ ձև էր։ Եվ աղջիկների, որովհետև ես ասում եմ, ես հիմք ընդունել եմ Հիկմեթի երգածը։ Հիկմեթը տենց էր երգում. Նենի աման աման ձիվաղնեցան հանդարտ էլի հետո մեզանում չասեմ ումից եկավ այդ գիտարով երգելու սխալ բանը ներդաշնակմամբ սխալ ակորդներով սխալ լադի մեջ ու իրար հետ լադային ու իմաստային կապ չունեցող երգեր իրար հետևից երգելու ով ումից ոնց սովորեց այդպես շարունակվեց մեկը արեց այն մեկը նրանից սովորեց ու այդպես նորմալ է փոխանցվեց հարցազրույցների մեջ շատ
միշտ ոնց որ բոլոր հարցազրույցների մեջ դա ասում եք, որ կարան վերցնեն մի քիչ աղքեն փոխեն, բայց օրիգինալ ձևը պետքա պահեն, էլի։ Հա։ Միանշանակ։ Նկարը վերցրու, ինչ շրջանակ ուզում ես դիր, Հա։ հարմար, համապատասխան, համարժեք շրջանակ, բայց ասենք վերցնես Մարտիրոս Սարյանի նկարած գոմեշների կապույտ գույնը դարձնես, ասենք մանուշակագույնով, այ իրավունք տվել։ Հա։ Կամ վերցնես, ասենք Խաչատրյանի երաժշտության վրա, ոնց որ մի հատ հատված հանես կամ վրան ուրիշ նոտաներ ավելացնես, կարելի է, չէ, չի կարելի։ Ինչ շրջանակ ուզում ես դիր, բայց դու այդ կտավին Սարյանի գույներին ձեռք տալու իրավունք չունես։ Կամ չգիտեմ, շատ ընդունելի է, որ լիքը հիմա նորաոճ է, որ նու ամերիկյան երաժշտությունից է եկել, Հայաստանում էլ արդեն օգտագործվում է, չգիտեմ, սիմֆոնիաներ կլինի, ռոք կլինի, ջազ կլինի, բայց մեջը մի քանի վայրկյանի չափով օգտագործում են հայտնի երաժշտություններ, օրինակ Խաչատրյան կամ չգիտեմ, Մոցարտ, բայց էլի թողում են ամբողջ իր տեսքը այդ երգի։ Հա, եթե ինչ որ մի կտորը Ուղղակի վերցնում են, օգտագործում են երգի մեջ։ հա, թեման վերցնում են, դնում են իրենց ստեղծած կտավի մեջ, լավ, այդ էլ է մի կողմ, էլի։ Մշակումներին էլ եմ համաձայն, բայց բաներ կա, ասենք օրինակ երգեր կան, ես այսօր նոր կատարումներ կան, լսում եմ, ես այդ երգը մեջը չեմ ճանաչում։ Շատ հայտնի երգ, ասենք վայնարե նարե ջիգարս ու ցավալինին է, որ երեխան, փոքր երեխան լսում է այդ կատարումը, որովհետև տելևիզորով է տեն ցույց տալիս։ Որովհետև շատ է դա լսում, երեխան երգում է այն ձևը, ոնց որ լսել է էկրանից։ Բայց ես այդ մեղեդին ամեն անգամ սենց փշակ խաղվում եմ այդ ձևը լսելուց, էլի։ Տենց չի, էլի, չի, ձեզով է իրավունք տվել լադը փոխելու, ձեզով է իրավունք տվել մեղեդու ընթացքը փոխելու։ Կամ լավ, ուզում ես ուրիշ զգաց, առաջի տունը դու երգի իրենց ոնց որ բնագիրն է, հետո ինչ ուզում ես արա։ Եթե այդքան կաս։ Այս բաների դեմ ես շատ եմ ընդվզում ու շատ եմ ջղայնանում եմ, կոնկրետ ջղայնանում եմ, որովհետև ես ինձ երբեք նման բան թույլ չեմ տալիս։ Հա, ես էլ կարամ ասենք երգը երգին կպցնեմ։ Երգեր կա, որոնք ասենք ինձ հասել է 2 տող։ Հա։ Մի քանի տարբեր, որպեսի շատ չհորինեմ, վերցրել եմ, ասենք իրար նույն ձայնաշարի վրա եղած 2 հատ այդ երգտողը վերցրել եմ, կպցրել եմ իրար, բայց ես ասում եմ, որ սա ես եմ սենց արել, սա բնագիր չի։ Ես չեմ արել, որ դուք ընդօրինակ եք եւ հիմնվեք սրա վրա, սա իմ մոտեցումն է։ Սա ես եմ արել, կուզեք ընդունեք որպես ստեղծագործություն, կուզեք ոնց ուզում եք ընդունեք, սա իմ մոտեցումն է, սա ես եմ սենց արել։ Երգ կլինի, բար կլինի։ Դուք մեր երկից էլ եք խոսում, այդ ոչ մեկից առաջ չեմ լսել, այդ երկը բայց սիրում եմ Անտոնին։ Ուրիշ ոչ մեկից չեմ լսել։ Ուրեմն Անտոնիներ Դերսիմ չմշկածակ այդ կողմերում սարսափելի ակն and սարսափելի սիրուն Անտոնիներ կան։ Սարսափելի սիրուն։ Այն որ sense ուղակի մարդու ոտքերը ծալվում են, էլի, չգիտեմ, մինչև վերջի բջիջը առաջի դետը չմշկածակի առաջի Անտոնին, որի հետ ես շփվել եմ, էլի մի հաղորդման համար պիտի գնայի ինչ որ մի հատ կարճ ինտերվյու պիտի տայի ռադիոտնից մինչև Կոմիտասի այգի։ Այդ ընթացքում Լիլիթ Սիմոնյանը, իմ ընկերուհի, ազգագրագետ, երաժիշտ, Լիլիթը տվեց նոտաները, ասես լուրջ չանես մի հատ նայի, որ հասնենք այնտեղ երգես։ Կակամը կայնե կարին, ինք կուլար արցունքներերին։ Ես այդ օր այդ երգը երգեցի, Լիլիթը ընկավ իմ համար սկսեց փնտրել դրա տեքստի շարունակությունը։ Արխիվները շուռումուռ տվեց, մեկ էլ մի օր երջանիկ, ասեց բերել եմ։ Ու այնտեղ բանի այդ Անտոնիներից մեկն էլ ուրեմն քրոջը լուր են տվել, որ պանդխտությունից եղբայրը վերադարձել է։ Լուսադեմին ասում է տենց մի դդմակ, այսինքն դդմաշիշ նռան գինին վերցրի ու գնացի, ու ինչի համար է գնացել, ասում է կտարապին քույր ու եղբայր անորեն հարսին երեսեն։ Այսինքն այդ պանդխտության գնացածը, աշխատելու, խոպան գնացածը մենակ օտար հարստահարողների երեսից չի եղել, զուտ ընտանեկան կենցաղային
Հարցերով էլ ա եղել, կինը պահանջկոտ ա եղել, անօրեն ա եղել, տնից փախել ա, գլուխն առել, գնացել ա ուրիշտեղ աշխատելու, պանդխտության ա գնացել ու հետո այն խաչին օր լույս ընկալուս էր։ Սա պանդխտությունից վերադարձած այդ աղբոր քրոջ սենց մղկտոցն է։ Այս ձևի է ու մեկ որ մարդիկ ասում են թե Էս ինչ երկը այսքան 1000 տարի, չգիտեմ, էսա նշանակում են նշանակում, էս խորհուրդ ունի, այն խորհուրդը, այ երկերը, հա, բան չունեմ ասելու, բաներ կան, երկեր կան, պարեր կան, չգիտեմ, էս կան, այն կան, որոնք որ ծիսական խորհուրդ, տենց շատ խորհրդապաշտական նշանակություն ունեն, բայց նաև ունեն զուտ կենցաղային բացատրություն։ Նշանակ։ Զուտ Արուսակ Սահակյանի բառերով ասում է՝ մի փնտրեք իմաստը այն տեղերում, որտեղ հնարավոր է որ չկա։ Ասում չէ որ էս ամեն ինչ պետք չի ծեսի ու խորհրդի վերածել, չէ որ այս ժողովուրդը հասարակ կենցաղով էլ է ապրել։ Հիմա այդ ամեն ինչ ունի հասարակ կտարապին քույր ու եղբայր անորեն հարսին երես են։ Կնոջ երեսից թողել տնից գնացել է։ Հիմա էլ հետ է եկել։ Հիմա կամ աշխատել է եկել է կամ էլ այնտեղ որ ասում եմ փող ուղարկեք տոմս առնեմ տուն գամ էլի։ Հա։ Այսօր ինչքան տենց պատմություններ կան, չէ։ Էսա Անտունիները, այդ պանդխտության երգի այն աննման տեսակն է, որը այդ կողմի ժողովուրդը լավագույնս է տիրապետել, իսկ լավագույն երգողները եղել են ակնցի կանայք։ Ակնա մեղեդային մտածողությունը, ակնա կանանց կոնկրետ կանանց երգեցողությունը, այդ մի հատ շշմելու բան։ Այսօր մենք չունենք այդ զգացողությունը, այդ մտածողությունը չունենք։ Այսօր մենք երգեր կա լսում ենք, օրինակ արաբկիրի երգ ենք լսում, ականջը խուտուտ է տալիս, էս էլ է ինչի հայերեն։ Մենք եք հասկանանք հայերենը որն է։ Այն որ ասում եք մարդիկ կան, մտածում են կոմիտասը այսքանն է, չի կոմիտասը այդքանը, չի կոմիտասը էս զրոյական կետն է, որի մեջ մտնում է այդ ամբողջը։ Ինքը մեզ չի տվել այդ 30 մեղեդի ներդաշնակած, ինքը տվել է բանալի, ինքը տվել է մտածողություն, գնա գտի։ Պատրաստված եղի այնքան, որ կարողանաս այդ թեկուս նոտա գրած այդ 4 ցամաք նոտաներին դու միսու արյուն տաս հագուստ հագցնես պատշաճ, բայց այսօր ցավոք այնքան մարդիկ կան էլ որ չգիտեմ ոնց ասեմ, հագցնում են, անենց հագուստ են հագցնում, դու նայում ես, քեզ չես ճանաչում։ Բայց այդ ամբողջը երբ որ մեղեդին մնում է, խոկի գործիքավորումն է փոխվում, այդ օքեյ է։ Բայց երբ որ երաժշտությունը փոխվում են, այդտեղ նաև զգացողության հարցն է։ Որ երաժշտությանն են գտնում, ոնց որ չգիտեմ։ Մեղեդին, զգացողությունը, ձայնարտաբերումը։ Այսօր մեզանում շատ ոչ հայերեն ձայնարտաբերումով երգողներ կան։ Շատ։ Որ ձայնարտաբերումը հայերեն չի։ Որովհետև ասենք իրանք երևի չեն ունեցել տանը երգող տատի, որ իրանց ականջին կարար դնդնարել, մնաս բարով Թավրիզ քաղաք, էլ չեմ ուզում դառնամ քեզի։ Ասենք եթե տատին այդքանը երգած լիներ, ինչի մասին է խոսք, այսօր մամաները օրորոցի երգ չեն երգում, ոյ տխուր է։ Տխուր է, հայկական օրորները տխուր են, ուրախ է երգի։ Դու ուրախ երգի, քոնը երգի, բայց դու երգի, քո ձայնով երգի։ Թող այդ տխուրն էլ լսի երեխան։ Էդ էլ պետք է լսի, բայց պետք է իմանա, չէ՞, բա հիմա ես որ այդ լսել եմ, կարող եմ հոգեբանությունը շեղվել է դրանից կամ ասենք տխուր երեխա եմ մեծացել, չէ, ես շատ ուրախ երեխա եմ եղել։ Ինձ թվում է, որ այդ խնդիրը մի քիչ ուրիշ բանից է գալիս, որ ձեր ասած հեռուստատեսությունով միշտ են տվել են մարդկանց, ում որ ուզել են ցույց տան կամ որ ֆինանսապես պատրաստ է եղել հայտնվի հեռուստատեսությունում ու իրանք ոչ միշտ են եղել գրագետ, երաժշտական առումով գրագետ։ Ու նույն կոմիտասից եթե մեզ մենակ մի Շուշիկին են ներկայացրել կամ եթե գովաստ պետք է սարքեն հայկական մշակույթի հետ կապված միշտ այդ մի երաժշտություն են դրել, լիքը մարդ մենակ այդ լավ այդ էլ արել է։ էլ չի պատկերացնում, որ կոմիտասը մենակ այդ չի կամ չգիտեմ էլի կոմիտասը մենակ այդ ներկայացված մարդը չի, ոնց սովորաբար մենք ճանաչում կամ արձան չի էլի։ Ինքը մեծ պատմություն է, որ այդ պատմությունից եղել են էլի մարդիկ, ուղղակի կամ քիչ ավելի քիչ է հասել կամ չի կոմիտասը հասել։ խորհրդանիշն է դրա, հա։ Որտեվ մենք կոմիտասի մեջ խտացրեցինք մեր պատկերացումները ու մեր իդեալները կապված ազգային երաժշտության հետ։ Մենակ կոմիտասը չի, չլիներ Մակար Եկմալյանը, չէր լինի կոմիտաս եւ մյուսները։ Ուրեմն մի կարևոր մարդ ինձ ասաց, այս որ մեր եթերը
աղբով ողողված ռաբիզները մեզ կերել են, դուք եք մեղավոր, որտեվ пассив եք։ Ասի կներեք, ասի մեղավոր այն մարդը, ով առաջին անգամ եթերը ծախու հանեց։ Ու ասենք, այս ինչները, կարամ չկարամները, եթերը փողով գնեցին։ Այսօր ասենք, ինձ մարդու են այնց մեծարում, զարմանում ես էլի, որը կոնկրետ այդ մեր ազգային մտածողության դեմ ամենամեծ հանցանք գործած մարդկանցից ու իրանց այնպես են մեծարում, որ մտածում ես կարող է ես եմ սխալ կամ սխալ տեղ եմ ծնվել։ Այդ հələ ժամանակին լավ էր գոնե հիմա սարսափելի է մտնում ես YouTube ու եթե դու նշես folk երգ հայկական, օրինակ ձեր երգերից լսենք, ինքը ինքնստինքյան իրանով որոշում է հաջորդը ինչ երգ քեզ հրամցնի, ու նենց երգեր կբերի մեկ-մեկ Հա դե հեշթեգերը որ գրված է հայկական folk բերում է այնպեսի բաներ գրված է հայկական ազգագրական երգեր AI-ի երգիծողությամբ գալիս չէ AI էլ չէ 100 տարի առաջվա բայց լավ ասեմ լավագույն դեպքում ծախարուտ հա ասենք այնպեսի բաներ է բերում որ ասում լավ սա ինչ կապ ունի էլի հայկականության հետ իրան ալգորիթմա ճանաչում ու այդ հեշթեգներն էլ որ նշում են բերում ինքնստինքյան Ճիշտ հեշթեգեր են դնում, ճիշտ ժամերի են դնում, ալգորիթմը աշխատում է, բերում է, աշխատացնում է։ Իսկ մարդիկ ովքեր որ այդ գործիքներին չեն տիրապետում, ընկղմված են մենակ ստեղծագործմամբ կամ չգիտեմ, մենակ օրինակ խմբով են զբաղվում, երգեր գտնելով են զբաղվում, իրենք դե պարզ է որ այդ տեխնիկայի կամ ինտերնետային տարածքում չեն սկսելու ուսումնասիրություններ անցկացնել ու ժամանակ չունես։ Ուրեմն հիմա ժամանակն է համ ֆինանսական ռեսուրսն է որը որ եւ մտավոր ռեսուրսն է, հա։ Մի օրինակ ասեմ, ասենք օրինակ մեզանում մի խմբով, մեր տիպի խմբերով զբաղվում է մի հոգի։ Յասամ շաֆյոր, յասամ մատոր։ Այս ասենք գեղարվեստական ղեկավարն է, կազմակերպիչն է, բանի այդ վաճառքի մենեջերն է, հագուստի դիզայներն է, գործիքավորողն է, այն, բոլորը մի մարդու մեջ, մի մարդը չի կարող այդ բոլոր որակներին տիրապետի։ Կոնկրետ ինձ համար, ասենք, եթե ես սկսում եմ զբաղվել կազմակերպչական հարցերը, որի մոտ ամենաթույլն է, ես արդեն ստեղծագործականից սկսում եմ կաղալ ու թուլանալ, էլի, որովհետև իմ ոգին, ասենց իմ ճնշվում է դրանից, որ ես ստիպված եմ լինում անել են, ինչը ես չեմ սիրում եւ վատ եմ անում։ Ահա, Իտալիայի այդ Ատինա բնակավայրի Վալեդի Կոմինո խումբ Ինչ եմ իրանց ասում, որտեվ անձնապես գիտեի, դրա համար իրանց հիշեցի։ Այդ խմբով զբաղվում էին 4 հոգի։ Կոնկրետ 4 ղեկավար ուներ։ Մեկը արտաքին կապերի գծով, մեկը պարուսույցներ, մեկը տնօրեններ, այն մեկը չգիտեմ ինչներ։ Գումարած դրան, ասենք, համայնքի ղեկավարությունը, որ այդ խումբը պահում էր։ Քաղաքապետը, որը կողքներս կանգնած էր ու մինչև չասացին, մենք չիմացանք, որ դա պաշտոնյա է։ Եվրոպայում դες Իտալիայում մի քիչ ուրիշ բանից է գալիս, որովհետև պատմականորեն այդ հարուստ ընտանիքները իրար հետ մրցելու հետևանքով արվեստը զարգացրել են, թե որ ընտանիքի այդ նկարչությունը կամ երգարվեստը ավելի լավը կլինի ու իրենք մինչև այսօր այդ պահում են։ Ժամանակին Հայաստանում էլ է այդպես եղել։ Պոլսի հայությունը, չգիտեմ։ Մենք ուղղակի մի քիչ ավելի հեշտ ենք ուրիշին վերցնում։ Ու ավելի հեշտ ենք sense մերը գցում մի կողմի վրա ամենա արիստոկրատիան ասեմ Կարինի հայությունը Կարինի հայությունը 19-րդ դարի առաջին կեսի այսինքն 28-30 թվականներից հետո 1828-30-ից հետո Կարինում համարյա հայ չմնաց իսկ 16 թվին մեր կոնկրետ իմ նախնիներից մեկը որ գնացել էր մինչև Սարդարապատի կռիվներ, բաներ գնացել էր, այդպես մասնակցել, հետ էր եկել նորից ծալկա, երբ իրանք արդեն 100 տարի համարյա ծալկայում էին, ասել էր գնացի մեր գյուղ, մերոնցից մարդ չկար։ Ես 2012 թվին առաջին անգամ մամաս գնաց այդ գյուղ։ Որ գյուղն էր։ Էրզրումի տարածքի Քզլքի լիսե։ Հա գյուղը ու այդ նույն անունով Ղզլքի լիսա Ծալկայի շրջանում Վրաստան Ժավախքի կողքը հենց Էրզրումում եմ եղել ես մինչև Կիլիկիա Վանի գյուղերը Էրզրումի չէ գյուղերով չեմ պատկերվել բայց Էրզրումում շատ եմ գնացել շատ տեղեր եմ գնացել Մուշի գյուղերը եւ այլն այդ մեր գյուղն էլ գնացինք նկարահանելու
Այդ պապիկ եկավ, ասում է առաջ այստեղ հայերն ու ես թուրքերեն չգիտեմ իրականում, բայց լսում եմ հասկանում եմ էլի, ասում է առաջ այստեղ հայերն ու մուսուլմանները իրար հետ ապրում էին, բայց այդտեղ թուրք չի ապրել այդ գյուղում։ Երբ մերոնք ընդեղ են եղել, այնտեղ թուրք չի ապրել։ Ասում է հետո օսմանլիներն եկան իրանց սկսեցին սպանել, որովհետև իրանք հարուստ էին։ Հայերը ոսկի ունեին շատ։ Իրանց ունեցվածքը դրին արաբաների վրա ու գնացին։ Հետո ասես դուք էլ գնացեք, հեսա ջանդարմաները կգան ոստիկանները։ Իսկ որ մամաս էր գնացել այդ գյուղի ներկայիս ապրողներն ասել էին մենք համշենցի ենք։ Արդեն 500 տարի այստեղ ենք ապրում։ Ասել էր այդ ոնց եք դուք 500 տարի այստեղ ապրում, որ իմ նախնիները 200 տարի չկա ստեղից գնացել են։ Բայց տենց բան չկա, պատմություն, տենց հիշատակություն չկա, որ բացի իրենցից այդ կոնկրետ տեղաբնիկներից, ասենք համշենցիներ եկած ապրած լինեն։ Հիմա չգիտենք այնտեղ ովքեր են, էլի իրականում ինչ են ովքեր։ Եվ հետո ասենք համշենի եւ բնությունը եւ կլիման շատ ավելի բարերար է ու շատ ավելի լավն է, քան հա շատ ցուրտ է։ Ուրեմն ասում են, որ գալիս են իրանց բնակավայրի, նախկին բնակավայրի բնությունը նմանացնում են ու բնակություն են հաստատում նորից, տենց բան չկա։ Մեր ներկայիս գյուղը, Ծալկայի Ղզլքի լիսան եւ Էրզրումինը բնության իմաստով իրար նման չեն բոլորովին։ Հա, ջրերի առատությունը, բայց այդտեղ բանում այս գյուղում ասում են 40 աղբյուր, որտեղ մի քիչ խորը փորում է հողը, խմելու ջուր է դուրս գալիս։ Իսկ այդտեղ այդ գյուղում որ գնացինք, գյուղի վերևում այդ վառված ուռենու տակ աղբյուր էր։ Ասես աղբյուրից ներքևը պիտի լինի։ Ես առաջին անգամ եմ գնացել ու վազելով գնացի աղբյուրի գլխին կանգնեցի, ձեռքով ցույց եմ տալիս հակառակողմ, ասում եմ ընդեղ էլ պիտի լինի այս աղբյուրից։ Պիտի 3 հատ լինի։ Դուրս գալուց տեսանք, ասի ներքևը պիտի գետ լինի։ Ինձ ոչ ոք դրա մասին չի պատմել։ Գնացի գետից իհարկե մի հատ բարակ առու էր մնացել, բայց եղել է գետ։ Իսկ գերեզմանատնից այսպես մանր քարեր են մնացել, ոչ մի բան չկա։ Եկեղեցուց մնացել են այսպես մանր քարեր։ Քարը քարին չի մնացել։ Եթե մենք չենք խնամելու այդ ամեն ինչը, ուրիշը հաստատ չի խնամելու, նամանավանդ նրանք ովքեր որ թշնամի են։ Այդ հələ նյութեղեն մշակույթ է։ Երգերը, այսօր այդ գյուղից ձայնագրած երգերը, մենակ ես գիտեմ։ Ասենք լսողները, լսող սովորողները ավելի շատ գիտեն, քան այդ գյուղի ժողովուրդը արդեն, որ ունեցել են իրենց երգերն են ունեցել, բարերն են ունեցել եւ իհարկե դրանից դուրս այդ աշուղական սիրավեպերը, բաները աշուղական երգերը, որ շատ ընդունված է եղել ժողովրդի մեջ երգել։ Տեղական մեղեդային դարձվածների հիման վրա։ Ինչ ծանր բան եք ասում։ Շատ ծանր թեմա է։ Հարգեք թեթևացնենք։ Առաջ անգամ ես մի անգամից չնայած Քիչ մեր ժամանակներն էլ նենց է, որ այսօր ինչ որ ապրում ենք, դրան էլ գումարում ենք ձեր ասածը ավելի ծանրանի։ 100 տարի հետո էլ Արցախում ապրող ադրբեջանցիների զավակները կասեն, որ 500 տարի այստեղ ենք ապրում։ Ինչ հայ։ Նրանք հազարավոր տարիներ են, ամերիկանել են իրանք հայտնաբերել, ինչ մասին է խոսքը։ Չէ, մենք կոնկրետ բարբարներ ունենք, ոչ մենք կոնկրետ բարբարներ ունենք, որ մենք այսօր այդ բարբարները ունենք մենակ երգերի միջոցով։ Հա։ Որտեվ այդ բարբարի կրողները չկան։ Այդ բարբարները գործածական չեն այլևս։ Հա, Քեսաբի, Մուսալերան, Համշենի բարբարը, Սյունիք Արցախը, Կարնո բարբարը, այդ տեղեր կա, բայց ասենք Արաբգիրի բարբարով այսօր խոսող չկա։ Չէ, չկա։ Իրական բարբարի կարևորությունը իմ համար նաև է նրանում կայանում, որ բարբարը նաև ապացույցներից մեկն է, թե ինչքան հին կարաս լինես դու։ Այո։ Եվ խոսակցական բարբարի վրա հիմնված է երաժշտական բարբարը, երաժշտական մտածողությունը։ Երաժշտական բարբարի վրա պարային բարբարն է, կոպիտ ասած, որովհետև ըստ դրա մենք տարբերում ենք բանեցու, սասունցու ծնկածալը տարբեր են։ Հա։ Սասունցու, Էրզրումցու ծնկածալը տարբեր է, ասենք օրինակ սասունցու պարած գյուղը 2 ծնկածալով, մերոնք այդպես չեն պարում։ Մի հատ է։ Մի ծնկածալը։ Այս մանրուքներ են, մանրուք են թվում, բայց իրենք շատ կարևոր ցուցիչներ են, որոնցով ասենք բնորոշում ես էլ, ասենք տարածքի մտածողությունը։ Դուք նաև ունեք երեխաներ, չէ՞, որ ձեր մոտ հաճախում են։ Հա, փոքրերի նուբարիկներ ունենք։ Հա, իրենք այդպես են, իրանց անունը
հիմա ինչով եմ այդ կարևորում, որովհետև երբ որ ես էի փոքր, շատ քիչ կար հայկական ազգայինի հետ կապված բաներ, որ կարար սովորեի, ու այն ժամանակ ընդհանրապես պոպուլյար չէր։ Քանի ու ավելի հետ ենք խոսել այս թեման։ Trend չէր կամ չգիտեմ ինչ չէր էլի, իսկ այդ պահպանելու համար էթնիկությունը պահպանելու, ազգությունը կամ հիշողությունները պահպանելու համար ամենակարևոր բանն է էլի։ Իմ մոտ տպավորությունն է, ոնց որ մենք մի 50 տարի կորցրել ենք մեր պատմության մեջից։ Հիմա նորից էլի հետ ենք գնում, որովհետև սովետական շրջանի այն վերջի ժամանակներից արդեն ավելի դեպի մարդիկ դե քանի սերունդ փոխվել էին ու այդ սովետական վիճակի մեջ էին մտել, այդ հայկականությունը սկսել էր ավելի կորել, չնայած որ այդ ժամանակ էլ կային շատ լավ հայեր, ովքեր որ քիչ թե շատ պահպանել են հայկականությունը։ Ու դրանից հետո էլ պատերազմ, դժվար ապրել եւ այլն մարդկանց մեջից դուրս էր եկել այդ ամեն ինչը։ Ու հիմա էլ էս դժվար ժամանակներում մեկ այլի կան մարդիկ, որ ուզում են պահպանեն անկախ նրանից թե ով ինչ կարծիք ունի, ով իրենց վատ կոմենտներ անում, չգիտեմ, կամ ով ինչ ենթադրություններ անում, բայց մեկը մարդիկ չեն մոռանում, որ հայ են, փորձում են պահպանեն, իսկ այդ շարունակողը երեխեքն են, ում որ դուք կամ ձեր նման մարդիկ շարունակում են կրթել ճիշտ ձևով, էլի։ Դե ոնց որ ասիկ այդ կապը փոխանցելու մեծից փոքրին անցնելու այդ կապը ընդհատվել էր։ Կոնկրետ էլի մի գյուղի օրինակով ասեմ։ Այն ժամանակ, որ մեծերը պարում էին, փոքրերն էլ նայում էին, պոչից կախվում էին, հետները անկախ իրենցից սովորում էին այդ ինֆորմացիան ստանում էին։ Պար կլիներ, երկ կլիներ, ասենք ես տատիս կողքը նստում կարկտան էի անում, տատս երգում էր, անկախ ինձանից ուզեի չուզեի, այդ մեղեդիները իմ ենթագիտակցության մեջ արմատավորվում էին։ Հետո ինչ որ ժամանակ գալիս է, նույն ձևի մենակ երաժշտությունը չէ, մենակ երգը ու պարը չէ, խաչքարի արվեստը, մնացած ասեղնագործությունը, չգիտեմ եւ այլն։ Կարի օրինակով մեր տանը կարող է փոխանցվել տատիկից մամային հորքուրներին։ Հա, ինչ որ մի պահ եկա, որ այդ ծեսերը, ավանդույթները փոխանցվում կտրվեց մի պահ։ Հիմա ասենց այն որ թելը բաց ես թողում, շորի մեջքի ռեզինի էֆեկտը։ Միտեղ կտրվում է, ինքը գնում կորում է, այդ դեպի գնաս հետևից, հետքով պիտի գնաս ընկնես, գտնես իրան քաշես, բերես տնես իրա տեղը։ Հիմա մենք դա ենք անում։ Ճիշտ ենք անում, ինչքանով ենք ճիշտ անում, ամեն մեկս փորձում ենք մի ճանապարհ կա, ուղղակի թողնում ես քո ներսի այն մաքուր գենը աշխատի։ Եթե դու սկսում ես դրանով զբաղվել, ու եթե բացես, ու դու սկսում ես չես մեծամտանում, չես որոշում, որ մենակ դու ես ճիշտ, մյուսները սխալ են, որովհետև այս մշակույթի մեջ տենց բան չկա։ Միանշանակ։ Էն էլա ճիշտ, էն էլա ճիշտ, նա էլա սխալ, նա էլա սխալ։ Դու բացես, թողնում ես քո գենը աշխատի ու ինքը քեզ ճանապարհը տալիս է։ Այ ոնց որ նոր որ ասում է գյուղմասի, այդտեղ պիտի այդ աղբյուրից մի հատ է պիտի լինի։ Քո ներսի այդ գենը արդեն արձագանքում ասում է, սա պիտի սենց լինի, նա պիտի նենց լինի։ Ու եթե դու դա անում ես ու ինքը սկսում է այդ թրթիռները գնում են ու արձագանքվում են երեխեքի մոտ։ Ամենաշատն է այդ։ Այնքան հետաքրքիր են երեխեքը, էլի, ինչ որ մի տարիք կա, որ իրանք շատ ճիշտ են արձագանքում։ Հետո մի քիչ մեծանում են, արդեն փոխվում է։ Իրանք արդեն հետո սկսում են մակերեսինը տեսնել։ Այն ինչ որ sense պլպլանա, այն ինչը որ ասենք sense գունավոր է, այն ինչը չգիտեմ, իրանք ակտիվա, շարժվում է, աշխուժ է եւ այլն։ Բայց ինչ որ բան կա, ասենք օրինակ այդ մեր փոքրերը լսել էին, փորձի ժամանակ լսեցին այն լայ 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 բալա բայ բայ ասիմիմ լալա այդ սառա ունենք խմբում մի հատ շատ հետաքրքիր մտածող երեխա մյուս օրը մայրը եկել ասում վայ սառան էս մի շաբաթ է ինձ սպանել ասում մամա այն լայ լայն եմ ուզում երգես լսեմ մամա այն լայ մյուս անգամ ասում կլինի ու հենց որ երգում ես ու երեխեն քնում է, ինքը իրանք սկսում են արդեն թեքվել ննջել։ Նշանակում է դու ճիշտ նյարդի վրա ես, ուրեմն ճիշտ տեղից ես երգում։ Չգիտեմ, օրինակ երգողներ են եղել, որոնք ինձ համար չափանիշային են, որոնց մոտեցումը ինձ համար ազնիվ է, որոնց մոտեցումը, որոնց կատարողականություն ինձ համար օրինակելի է, որովհետև այդ կապը կտրված չի եղել, ոնց որ օրինակ Վարդուհի Հեբոյանը ասենք։ Մամայից սովորած երգերը, որտեվ ինքը սովորել էր ոչ միայն երգերը, այլև այդ
մաներան, ճիշտ ձայնարտաբերումը ինքը լսել է, ստացել է այդ բնականon ճանապարհով չենք նստել էլ, ասենք մեզ սովորացնեն բերանը սենց բաց, ատառը սենց, ահանջունը սենց արտաբերի, ստեղից սխմի սենց արան, հենց արա էլի չկա։ Բնությունը կամ տվել է կամ չի տվել։ Երկումա կամ չէ։ Շատ հետաքրքիր է այդ ամեն ինչը բացատրում։ Նախորդ ոդկասթի ժամանակ էլ Տերյան մշակութային կենտրոնի Լիլիթին հարցնում է թե ոնց տարբերենք որն է հայկական զարդանախշը կամ գույները, գիտական բացատրության տեղը ուղղակի հետաքրքիր բան ասած, ասում եմ, եթե նայում ես, զգում ես, որ այդ հայկական է, պիտի զգաս։ Եթե չկա այդ գենետիկ քո մեջ, մեկը չես տարբերելու հայկական էլի։ Մի քիչ հիմա ասենց ոչ բառացի եմ ասում, բայց իմաստային ոնց որ ձեր ասածն էլ երգեր կա լսում ես, իրեն միանգամից հասկանում ես, որ ինքը հայկական է կամ հայ մաման կարա իր փոքրի համար երգի, ուրիշը չի երգի էլի։ Դեր Սիմբի մի հատ երգ։ Մայրամ արաղ բերխամե մերեսդ մեզենեմ աման թելի մայրամ այդ որ արդեն սկսում են լեսի հայկական էս հայկ դե համշենականը դե մուսալերը դե էս դե դե Տիգրանակերտը եւ այլն է ասեմ սա հայկականն է թե չէ կոնկրետ ասեմ առաջին տպավորությունը զերամ տան տանանանանանարամ առաջին տպավորությունը սենց ինձ տարավ դեպի որտեղ տարավ ձեզ Ուզում եմ պատկերացնեմ Իմ առաջի զգացողությունը հրեական է եղել, բայց մի քիչ հրեական չեմ պատկերացնում, ավելի չգիտեմ, Ես պարսկական դաժե մտածեցի, ինչ որ միտեղ։ Եվ ստեղ sense մի հատ բան էլ կա, քանի որ մենք աուտենտիկ նյութը չունենք, այսինքն ձայնագրությունը կատարումը չունենք, ստեղ մենք ունենք նոտագրողի, նայած ոնց է նոտագրել։ Կարող է մի քիչ այս կողմ այն կողմ ա եղել ու նոտագրելու արդյունքում ինքը ստացել է այդ կաղապարը։ Միգուցե ինքը մի քիչ ուրիշ ձև ա եղել, չգիտեմ, բայց ես այսօր նայում եմ, վերցնում եմ նոտաները, ասենք Աջեմյանի ժողովածուի մեջ, մեսումենցի նոտագրության համաձայն տա 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 տամ տարարարամ, բայց քանի որ նայում եմ մյուսները լրիվ ճիշտ է, ճշգրիտ են էլ, այսինքն իրար հետ օրգանիկ կապ ունեն, լավ ուրեմն այս մեկն էլ սենց է, բայց ոնց է տենց ստացվել, ստացվել է, էդ էլ հարստություն է, չէ։ Որ ճիշտ ասեմ, սկզբից ուզում եմ ասել գերմանական ոնց որ լինի, բայց որ ասեցի քրեական։ Չգիտեմ, իմ զգացողությունն է եղել, իմ ոնց որ ջհուդական երգ լինի, բայց Չէ, իմ մոտ տպավորությունն էր, որ երևի գերմանական կամ եվրոպական ինչ-որ բան կա, բայց պարսկականին էլ նմանացրեցի։ Ուղղակի հրեական երևի չգիտեմ դրա համար չնմանացրեցի։ Ասենք օրինակ, որտեղ մեկը միտեղ գնացել եկել, հա, միտեղ ինչ-որ մի բանականջի նստել է, եկել է, երգել է, իր երգի մտածողությունը մի քիչ փոխվել է։ Դա դարձել է օրինաչափ, ինչ որ մեկը ես լսեցի, ասենք, Սուսիկից լսեցի իր ձևով մտապահեցի, երգեցի, հետո արդեն հայտնվեց Սուսիկը չէ Շուշիկը, Շուշիկը Սուսիկից ավելի լավ երգեց, արդեն Սուսիկի երգածը մոռացա, սկսեցի Շուշիկի ձևով երգել։ Էնպես որ մենք այս նորմալ ցիկլ է էլի։ Հա, բացի նրանից, որ մենք այսօր արդեն առաջնային ֆոլկլոր գրեթե չենք կարա գտնենք, այդ առաջնային համարվողն էլ ինչ իմանաս, քանի տակապտտվել ու ինչքան բաներ է ստացել, էլի տարբերակներ է ստացել։ Փոխել, ջուրը լվացվել։ Ընդ որում ասենք այդ տատիները իրենց երգածները չեն, իրենք դա չեն համարում երգ։ Հա, չեն համարում դա երգ։ Որ ասում եմ մի հատ այն հին երգերից, ասում է այդ մանել այդ Նախնադարյան երգ չկա, ասում է այդ ինչ երգ։ Դու քաղաքից եկել ես, դու երգի, մենք քեզանից սովորենք, այ մարդ, ես եկել եմ ձեզանից, դու գանձի վրա նստած եք, մոռացել եք ինչ ունեք, հիմա որտեվ իրանց համար երգը Սայաթնովան է։ Երգը ասենք Շահենն է, չգիտեմ, էս է։ Մեր տան օրինակով ինձ ամբողջ կյանքում տատիկս երբ որ ես ազգային էի երգում, ասում էր մի քիչ վատ օրինակով, բայց ասում էր նորմալ երգ չես երգում, Շահենից երգի, Աշուղ Շերամից երգի, չգիտեմ, Սայաթնովա երգի։ Ես էլ աշուղական չեմ սիրել ամբողջ կյանքում։ Ինձ էլ ազգայինն էր դուր գալիս։ Այդ եղջկականը ուրիշ մայք ունի ու ուրիշ բանաձև, այսինքն ճշմարտությունը այնտեղ է։ Ու եթե աշուղական երգը այդ եղջկական հատիկը մեջը չունի,
եթե այդ մտածողության մեջ չի, ուրեմն ճշմարիտ չի կարա լինի։ Այսօրվա երգհորինողը, եթե այդ բանաձևերը չգիտի, ինքը օդի մեջ է։ Եթե բանաստեղծություն հորինողը չգիտի բանաստեղծությունը ոնց են հորինում, եթե ինքը, ասենք, Սահյան չի կարդացել, Թումանյան չի կարդացել, ինքը ինչ գիտի, պոեմը ո՞րն է, ոնց պետք է բանաստեղծություն գրել։ Եթե ինքը չի այդ խաղիկները, այդ թաղալուի process-ին ներկա չի եղել, ինքը չգիտի այդ թաղալուն ոնց է գոյանում, այդ խաղկապը ոնց է կատարվում, ոնց են իրենից ինչ է ներկայացնում, այդ պոչ-պոչի երգելը ինչ է իրանից ներկայացնում, ասենք երգելով ապրելը ինչ է, ինքը ինչ էլ հորինի, մեջը մի ծուրբան կլինի։ Ես կարող եմ մի քիչ ավելի ծայրահեղական եմ մտածում, բայց իմ կարծիքը sense է, որ եթե քո ապրելու ձևը չի համապատասխանում ազգային երգերի հետ, ուրեմն պիտի ազգային երգեր չերգես, որովհետև չես կարա երգես դու ուղղակի ազգային երգ։ Շնորհակալություն։ Դե չես պահում ծիսակարգերը, չգիտեմ, նախընտրում ես եվրոպական ու ամերիկյանը, բայց չես պահում հայկական ծիսակարգերը, ոնց ես օրինակ երգելու բանը։ Ծառը ծաղկեցավ։ Հա, Հարսանեկան։ գացեք բերեք։ Հա։ Չէ, ճիշտ ասում, եթե քո ապրելակերպը չի համապատասխանում, այսինքն դու չես ասում բարի, դու ասում ես օքեյ։ Դու չես ասում, չգիտեմ, ինչ որ այդ նորամուծությունները, հարսանեկի ուզում եք ավանդական հարսանիք, բայց բերում եք այդ բաներ եք, կոնֆետի եք լցնում։ Դրանից չենք խոսացել։ Մի այսօր չենք խոսացել, բայց 9-րդ թողարկումն է այսօր։ Չէ, լավ, չխոսենք, ուրիշ բաներ, հարսանիքներին միշտ անդրադառնում, չերթացուն էինք, մենք տալու էինք, հա, ուղղակի դեռ հիմա չենք պլանում, բայց հարսանիքներ թեկուս ինչքան օտարամալություն կա, հիմա բերել անում են։ Մեծամտություն չթվա, բայց մենք սկսեցինք խոսալ, նես էլի մարդիկ չկային, որ խոսում էին, բայց երբ որ մենք առաջի երկրորդ երրորդ ոդկասթի ժամանակ սկսեցինք խոսալ հարսանեկան ծիսակարգերից, որոնք որ ծիսակարգ չի, այլ ուղղակի ինչ որ միտեց վերցած ինչ որ մի բան է, որ կազմակերպիչ ասում է հայկական է, մարդիկ էլ գնում անում են, լիքը ինչ որ տարբեր մարդիկ սկսեցին խոսալ էլի դրանից, այնց որ ուրախ եմ, որ մեր խոսալուց հետո այդ թեմաները բացվել է, ու թող այն մարդիկ, որ գիտեն իսկական ծիսակարգերի մասին, թող իրանք խոսան, ես էլ չգիտեմ, ես կարամ մենակ իմանամ նրա մասին, որով որ օրինակ այս մի բանը սխալ է, բայց չեմ կարող ուղղորդեմ ասեմ գնացեք արեք սենց էսի ճիշտ է, թող խոսան այն մարդիկ մենակ ովքեր որ հասկանում են դրանից։ Ես կարամ հարց տամ, դուք օրինակ խոսեք։ Նույնն է, ոնց որ ես խոսեմ, ասենք քիմիայից, էլի։ Այդ գիտեք, ցավալին որն է, այսօրվա խնդիրներից, այսօրվա հարսանեկան արարողակարգը վարում են, այսինքն տանում են, կազմակերպում են, այսինքն հարսանեկան արարողակարգը կախված է օպերատորներից նկարահանող, կազմակերպչից, սեղանապետից։ Օպերատորն ասում է, մի անգամի հարսանիքի էինք, ասեց Մորքուր ջան, Խավորկին ջան, սենց արան արը, Խավորկինը շուռ եկավ, ասեց տղա ջան, դու ինձ մի ասա ես ինչ անեմ։ Դու նկարի են ինչ որ ես անում եմ, մի պեմադրի։ հաստատ։ Դու նկարի են ինչ որ տեսնում ես, քեզ դրա համար են բերել, ոչ թե կինո չես նկարում, ինձ մի ասա ինչ անեմ։ Այդ անցավ։ Սեղանապետ Թամադան ասում է այժմ հարսի եւ հայրիկի ավանդական պարը։ Տնաշեն, կոնե մի ասա ավանդական։ Հա, էլի ավանդական չի այդ։ Չկա տենց բան։ Կամ ասենք հարսի պարեն, բանու այդ Հարս առաջ իրավունք ուներ հոր դեմքին ներ հարսանիքի վաղ։ ու շարժումները, հարսի պար կոչվածի շարժումները, ասենք ուշուի շարժումներ, էլի չինական մարտարվեստի շարժումներ այսօր բերել են, մտցրել են հարսի պարի մեջ, հա, ու հարսը, որ կյանքում Իմ բարեկամի երեխան կանչեցին, ասացին, այս երեխու հարսանիքն է, ինքը տենց էլ մեջքի չի գալիս, չի ուզում, էլի, պար։ Ասում են, ինձ դուր չի գալիս, որ այն մարդը, որ ամբողջ կյանքում պարով չի զբաղվել, տենց 1 2 3 4 անելով ինչ որ ախմախ շարժումներ է անում, ասում է, ես դրա վրա ծիծաղում եմ, ես չեմ ուզում ին վրա ծիծաղեն։ Կպարեմ ոնց կկարողանամ։ Ցույց տվեցի թաշկինակներով պարը, ասի, Անժել ջան, կուզես էսի, ասաց, հա, դա կուզեմ։ Ես իրեն սովորացրեցի թաշկինակներով պարը, մեծ հաճույքով պարեց։ Հարսանեկան պար, աղջիկների պար։
թաշկինակները։ Շատ սիրում, շատ սիրում Ախր հիմա բան։ հարսանիքը մի տեսակ էլ բան չէ, ոնց որ Մրցակցությունը հարսանիք չի։ ինչ որ ուրիշ բան է։ Բայց Փառք Աստծո գալիս ենք այն հասկացողությանը, որ հարսանիքը մրցակցություն չի, հարսանիքը ծիսակարգ է, որը հետագայում շատ մեծ նշանակություն ու դեր ունենալու ձեր ամբողջ կյանքի սկզբի համար, այսինքն մի բանը որ սխալ ես անում, հետո տենց փոխկապակցված գնում է։ Շղթա։ Ուրեմն հարսանիքը, այո, ինքը բեմականացված թատերական մեծ ներկայացում է եղել։ Այսօր էլ է թատերականացված ներկայացում, բայց այսօր կորցրել է իր խորհուրդներից շատ բան։ Այսօր ընկել ենք, ասենք, սեղան զարդարելու հետևից, այսօր ընկել ենք, չգիտեմ, այս շորը չեմ ուզում, այն շորն եմ ուզում, չգիտեմ։ Մեկ էլ ասում են, հա, ասում են, ուզում ենք ավանդական, բայց դու ավանդական առաջարկում ես, վայ չէ։ Ասենք, ինչ է երկեր, ուրախ երկեր էլի կերքեք։ Ասենք, ոնց որոշեցին, որ պետք է հանեն կարմիրն ու կանաչը։ 1000-ից մեկն է մակապ։ Ոդի լավ է քեղացման։ Հասպա ոնց որ ես դու հարսանիք լինի։ Դե արի բացատրի, թե կարմիրն ու կանաչը շատ շքեղ հարսանեկան ծիսակարգեր, քրդերն ունեն։ Հա, ես եզդիներինը շատ եմ սիրում անոտ խնձոր գցելու պահաբան։ Բայց կներեք, մենք շատ ավելի ազգենք, հա, եկեք ճիշտ խոսենք։ Զարդարած ծառը եզդիները պահել են, մենք մոռացել ենք։ Հա, բայց մենք էլ ենք ունեցել զարդարած ծառ։ Այդ զարդար հատուկ ձևով, հատուկ ծիսակարգով զարդարել են, երկերը մինչև հիմա կա, մենք բերել ենք սիրուն ծառը կամ չգիտեմ ծառը զարդարեցավ, չգիտեմ ծաղկեցավ, որտեղ ծառը ընտանիքի խորհրդանիշն է։ Ծաղկած ծառը նորահարսի խորհրդանիշն է, կոնկրետ ծաղկած ծառը նորահարսն է։ Ուզում եմ հիշամ տեսել եմ այսքան ժամանակ հենց տենց ավանդական հարսանիք թե չէ, բայց ոնց որ չեմ։ Ես տեսել եմ, որտեվ սկսել են կազմակերպել, իհարկե սփյուռքահայերը, ովքեր որ գայս են Հայաստանում ավանդական հարսանիք անելու, փորձում են պահել մաքսիմալ ավանդույթները, այսինքն այդ ծառի խորհուրդը, կանաչ կարմիրի խորհուրդը, տարոսիկի խորհուրդը, չգիտեմ, տարոսիկ երևույթ է։ Այդ էլ համարյա թե նորամուծություն է, բայց ասեմ դրա հակառակ հայկական տարբերակը։ Ուրեմն հարսը իր ձեռքով պատրաստում էր փոքրիկ նվերներ։ Փեսայի կողմից եկած երիտասարդների համար հարսը պիտի պատրաստեր նվեր եւ փեսայի ընտանիքի անդամների եւ այն երեխայի համար, որին տալու էին գիրկը։ Ու մինչև հիմա կոնկրետ օրինակ մեր գյուղում, մինչև այս վերջերս, հիմա չգիտեմ, երևի այնտեղ էլ էլ վերացավ, հատուկ ափսեներ էին պատրաստում։ Հարսը նստում էր, պատրաստում էր, ասենք փեսայի կողմից գալու են ենթադրենք 20 երիտասարդ կամ 37 երիտասարդ էր գալու, 12 տղա, 15 աղջիկ էին գալու, առնում էր 37 ափսե, առնում էր այդ հատուկ այդ ծաղկի թղթերը, ժապավեններ, բաներ ու ամեն մեկի մեջ կարող է լիներ մի զույգ գուլպա, մի հատ շոկոլադ։ Մի զույգ, չգիտեմ ինչ, մի թաշկինակ, մի շոկոլադ։ Այսպես էդ էր, այդ ափսեների մեջ կապում էր, դրանք տալիս էին ավանդույթը փոխանցելու, չգիտեմ, այդ ղսմաթը փոխանցելու համար։ Դրանք հարսը իր ձեռքով պատրաստած այդ փոքրիկ նվերները տալիս էր իր հետևից եկած հարսնոց առաջը խաղցողներուն։ Այն տաշի գոռացող բանի երիտասարդ թիմի համար։ Նույնը գաթաները, որ աղջկա տարիքի չափով անում են։ Ես հիմա որ հարսանիք եմ գնում, սկսում եմ հաշվել ճիշտ ասած, ասում եմ դե լավ տարիքի չափով։ Հա, պետք է աղջկա տարիքի չափով լիներ գաթաները։ Այստեղ արդեն գալիս ենք տարբեր տարածաշրջանների։ Ես էլ գիտեմ, որ էլի խնամիների կողմից եկած երիտասարդ աղջիկների քանակով։ Այդքանը, որտեղ ինչքան երիտասարդ կարող է այդ հարսը 14 տարեկան է եղել, փեսայի կողմից եկել են 34 ջահել աղջիկ։ 14-ն եկել գաթա։ Կարող է այդ աղջիկը 32 տարեկան է եղել, այսօրվա համար նորմալ է, փեսայի շատ նեղ հարսանիք են անում, 7 ջահել աղջիկ է եղել, այդ 34 հատ գաթան երևի պիտի հարևաններով ասես բոլորը։ Ես եմ տենց ինչ որ բան հիշում, հա, որ հյուրերի քանակով, եկող երիտասարդների քանակով, հա, բարեկամներից, թե մեր գյուղում էր, բարեկամներից։ Որովհետև հարսանիքի նախորդ օրը ոչ հայերեն բառով քյասաբիջի կոչված երևույթը կար։ Հավաքվում էին, հանդիպում էին խնամիները, որ քննարկեն, թե վաղը իրենք քանի հոգով են գալու։ Այսքան երիտասարդ պետք է լինի, որին մարդիկ իմանան քանի գաթա է կամ քանի ափսե է պատրաստվում այդ հարսը իր հետևից եկածների համար։
եւ քանի հոգի են աղջկա հետ գալու խնամի։ Էլի տարածքային տարբեր են եղել այդ արարողությունը, Ընդհանուր բայց միտքը է բանաձևերը, հա, նման է, բայց արդեն դե հիմա պատկերացնենք մեր բնությունը։ Միտեղ սար, միտեղ ձոր, միտեղ ցուրտ, միտեղ շոկ։ Ու մենք այնենք ինչ բնության մեջ ապրում ենք եւ այնենք ինչ որ մենք ուտում ենք եւ մարդիկ կերել են այն ինչ որ իրենց տարածքում աճել է, չէ՞, ասենք բանան ու անանաս չեն կերել են ծիրան ու դդում։ որ կոկոս չլինի, աղջկան հետ կտանեն։ Ուղղակի կարևոր մի հատ բան ասենք, որ եթե անում եք հարսանիք, որ ուզում եք լինի եվրոպական, պետք չէ էլի անունը դնել ավանդական հայկական, որովհետև մեջում ինչ որ մի հատ բարի խումբ է գալու ու հարսի հետ ինչ որ մի հատ հարսի պարեն ապարելու, բայց մնացած էլ չի լինելու հայկական, եկեք դրան չասենք ավանդական հարսանիք։ Ավանդական պարն էլ բան է, Սովետ միության ժամանակվային, որ ոտքերս են տամ, այդ շարժման տակ պարող աղջիկներն են։ Էդ էլի ոչինչ էլի, ասում եմ, Սյոգունի չինական մարտարվեստի շարժումներով էլ այսօր հարսը պարում է, ես ուղղակի զարզանդում եմ էլի, նայում եմ, ասում եմ, ամենասիրածս ավանդույթն է այդ։ Հարսը պարելու դուրս եմ գալիս սրահից, որ չտնամ։ Այնքան մեղքս եկել են այդ երեխեքը, որ պարել չգիտեն, բայց ասենք մի ամիս առաջ որովհետև դասատու են վարձել, հա, որ իրանց համար ասենք բան, ու որում միշտ ստիպում են այդ երաժշտություն են ընտրում։ Բայց ինձ թվում է չեն ստիպում, ինձ թվում է իրանք ուզում են, որովհետև իրանց ընկերությունն էլ արել, իրանց չգիտեմ, ես ինչքան հարս եմ իմացել, իրանք չուզելով են պարել, մեկինս կեսրայրն է երազել, որ իր հարսը պարի, մեկին ամուսինը, մեկինս կեսուրը, մեկին իր պապան ու մաման ու բռնի կերպով իրանք կարատեի շարժումներն են պարել։ Դե ասում եմ իմ քերութորը հրաժարվեց այդ կարատեի շարժումներից, ասաց չեմ ուզում։ Ես էլ եմ հրաժարվել։ Այնքան մարդիկ կան, այնքան աղջիկներ կան, որ ռիթմի զգացողությունը թույլ է։ Երաշտական ունակությունները, պարային ունակությունները հատկապես այդ ճկունությունը։ Վալսն էլ չեմ սիրում, որ միասին պարում են։ Դրա տեղ իշխանած պարեք։ Դրա փոխարեն ասենք, գիտեք, այստեղ Բրիտանիայում չենք ապրում էլի, որ վալսով մեր բախտը շեղվեց այնտեղ, երբ մենք մեծ Հայաստանից եկանք ու այս մի փոքր քարի վրա սեղմվեցին, սասունցին ու մշեցին դառան Թալինցի, դա խառնվեց, Ալաշկերտցին ու մշեցին եկան ապարան ու խառնվեց, Մարտուն եկան այնտեղ բարբարը, նույնիսկ մուշի բարբարը Ալաշկերտում, բանում Մարտունիում ուրիշ է, ապարանում ուրիշ է, Թալինում ուրիշ է, արդեն մշեցին իր բարբարը չգիտի։ Էդ էլ այլ հարց, որ գյուղի մեջ, նույն գյուղի մեջ թաղի վրա, չեմ ասում կողքի գյուղի խոսվածքը ուրիշ է, նույն բարբարի այլ խոսվածք, թաղի վրա բառապաշարը տարբերվում էր գյուղերում։ Այդ սեփական փորձով եմ ասում եմ, վերի մայլեցու նման ես խոսում։ Այսինքն յուրաքանչյուր թաղը, վերի թաղը եւ այլն, սա գիտեք ինչի հետևանքն է, այդ վերի թաղն ու ներքին թաղը։ Առաջ որ եկել են ամեն տոհմը, ասենք օրինակ կոնկրետ մեր գյուղում այդ ոսկանյանները կենտրոնում են եղել, քանի որ գյուղը իրենք են հիմնադրել։ Կենտրոնի այս շրջանակը իրանցն է եղել, իրանց տները իրար կպած։ Այն մյուսը ավելի ուշ եկածը մի քիչ էնկոմ են իրան հող տվել, տուն են սարքել, ինքը նա կարողա ոչ թե Էրզրումի Քզլքի լիսեից եկած լինել, այլ Բայբուրդից եկած լիներ, դրա համար Բաբերցյանը ազգանունը, օրինակ։ Այդ Նալբանդյանն ինքը ուրիշ տեղացի կարողա լիներ։ Տոհմ կա, որ իրանք ասում են, բան են, մլա են իրանք, այսինքն իրանք Էրզրումցի չեն, իրանք ուրիշ տեղից են։ Ու տենց էլ ոչ ոք հիմա չի հիշում այդ մլա բառի մեկնաբանությունը, բացատրությունը որն է։ Այսինքն ինքը ուրիշ բարբառով է խոսել, չեն հասկացել, ուրիշ տեղացի է։ Այդ տեղից արդեն իրա բերած են խոսվածքից իր կրած բարբառը եկել տեղայնացվել է, սրանց հետ մեծամասնության հետ խառնվել է։ Երեխեքը արդեն խոսել են այս տեղական մեծամասնության բարբառով, բայց այն բառերից իրենց խոսվածքի մեջ մնացել է։ Ու այդպես թաղի վրա տարբերվել է։ Էլ չեմ ասում, որ ասենք Էրզրումի տարբեր շրջաններից եկել են արդեն ավելի իրար մոտիկ են ապրել ու այս մի գյուղը ասանք ադանքով էր խոսում, այն մեկը այսման այնման։ Ասենք դերանունները։ Որ ասենք ասում եք մեր գյուղն էլ Վարդենիսի Կարճախբյուր գյուղն է, բայց կողքի գյուղերն էլ որ բանում անում, հիշում եմ խոսակցական բարբառները ինչքան տարբեր նման են, բայց ամեն դեպքում տարբեր են էլի։
Ավելի խոշոր բան ասեմ։ Առաջին անգամ ռաստովցիների բարբառը որ լսեցի, անեցիներ են, չէ, իրանք անեից գնացած են։ Առաջի բա ինձ թվաց Համշենի բարբառն է, դու հասկացա որ չի սա Համշեն չի։ Հնչողությամբ առաջին պահ նման է, բայց հետո լսում ես, ասում է, «Իսա դղան նեսացիա թա դուսացիա»։ Տեղացիա թե դրսից, նեսացի, ներսից է թե դրսից է։ Հետո հասկացա բառերն ուրիշ է, բայց լեզվի մեղեդին նման է հնչում։ Ասենք չիմացող ասում է, դե մուսալերան բարբառն ու Համշենի բարբառը նման է, չէ՞։ Նման չի։ Հեչ նման չի։ Տարբեր բաներ են։ Նույնիսկ Դիարբեքիրն է տարբեր։ Դիարբեքիրից մուսալեր ուրիշ է։ Մուսալերն ու քեսաբը սարի երկու կողմն են, իրար կպած են, բայց բարբառը տարբեր է։ Միտեղ չայ են ասում, միտեղ չայր են ասում։ Տարբեր են։ Հիմա հարս չայր մփեր, հարսը գնում է տալի համար կրակ վառի, որ չայ սարքի։ Որ մի կես ժամ ուշանում ասում է, հարս քեզ մե բաժակ մե ջուր ուզել եմ։ Ինչ եղավ, ջուրը դինչ եղավ, ասում է քեզ մե բաժակ, ասում է ես կարծեցի չայ ես ուզել։ Գնացել է չայ տակ հացնելու, էլի։ Այդ բարբառի տարբերությունը, ասենք միտեղ մի բանի մենք փոսը ասում ենք, գիտենք ինչին ենք ասում, Համշենի բարբառով փոսը դուրան հարթ տեղն է։ Հա։ Փողոցի ինչ է, չէ, Համշենցին փողոցը գետափին է ասում, ձորի միջով գնացող գետի ափն է։ Աղջկանի է փոսին փողցին խորոն խաղագում։ Փողոցը գետի ափին խորոն են ապարում, շուրջպար են բռնել աղջիկները։ Հետաքրքիր է, էլի, այդ կոլորիտային ամեն ինչը ոնց որ վերացել է արդեն։ Ասես մենակ ասում խոսում ենք, հիշում ենք։ Մի քիչ տենց մոտներս։ Մենք գոնե հայերեն ենք ասում։ Մենք մեր մայրենիով ենք խոսում, ասենք բարբառը կորցրացվում, բայց հիմա պատկերացրեք, որ Համշենցին այն որ մոռացավ ինքը խոսում է թուրքերեն, խոսում է ռուսերեն, Ռուսաստանի հայերը։ Ինձ համար ամենամեծ շոկը, որ Պոլսի հայերը իրար հետ կարող է հայերեն չխոսեն։ Խոսեն իրար հետ թուրքերեն։ Ինձ համար սարսափելի մի հատ ոնց որ էմոցիոնալ հարված էր։ Ի տարբերություն Թեհրանի հայերի։ Թեհրանի հայերը հայախոս են։ Ճիշտ ասենք խոսակցական ու պարսկերեն արտահայտություններ շատ կան։ Բաներ կա, որ ասենք ոնց որ Ռուսաստանի հայերը ոնց է ջորգից մի արա, չգիտեմ, սենց։ Չէ, նույնը կան տեսել եմ Ռուսաստանի հայերը ռուսերեն են խոսել իրար մեջ։ Նույնիսկ ասենք մեր խոսեն մեկ-մեկ։ Նույնիսկ մեր խոսակցականում, չէ, ասենք այդ սովետական տարիներին արմատացած ռուսերեն ջորգից մի արա, կամ չգիտեմ, SS անում ռուսերեն բառը ու անել բայը, հա։ Նույնը պարսկահայերի մեջ կա, էլի, ասենք պարսկերեն բառը, եւ անել բայը հայերեն։ Էսենցիան, էս անում, այս բառը պարսկերեն էլի կա, բայց իրենք իրականում հայախոս են։ Այդ հայկական դպրոցները։ Թեպետ ասեմ, Պոլսի հայկական դպրոցները ես Երանի կտայի, որ այդպես դպրոցում սովորած լինեի։ Կարագյոզյան վարժարանը ես Երանի կտայի նման մի հատ դպրոցում սովորեի, այն էլ մանկապարտեզի տարիքից պայմանները, չգիտեմ, այդ շատ Երանելի հայկական պահում են այդ ամեն ինչը թե Պոլսում կան դպրոցներ հայկական, որտեղ կրթությունը մաքուր հայերեն է։ Եվ կան դպրոցներ, որտեղ հայկական դպրոցներ, որոնք կրթությունը ընդհանուր թուրքերեն է, ընդհանուր պետական ծրագրով, բայց հայերեն, հայ երաժշտություն, հայոց պատմություն, այս նման բաները հայերեն լեզվով ոնց որ Թեհրանի հայկական դպրոցները։ Այնտեղ էլ առաջ լրիվ մաքուր հայերեն է եղել, հետո ընդհանուր կրթությունը դարձել է պարսկերեն, հայագիտական առարկաները հայերենով։ Իրենց հետ շփումն էլ այստեղից ճիշտն ասած էլի, այդ ուսուցչուհիների հետ շատ եմ շփվել, այդպես գիտեմ էլի։ Դե մեծ պետությունները կամ իմպերիա չասենք, բայց այդ նարատիվներ ունեցող պետությունները միշտ փորձում են ձևականորեն ցույց տան, որ դու կարաս պահես, օրինակ նույնը սովետի ժամանակ էր, չէ, որ հա դուք հայերեն ես կոմենկոմ, բայց ամեն դեպքում մեկը փակում էին, չգիտեմ, եկեղեցիներն էին փակում, մշակույթի վրա փորձում էին ազդային։
Չնայած որ նաև շատ մարդիկ դրան լրիվ հակառակ պահում էին, պահպանում էին, անգամ են որ այսօր Երևանի թաղամասերը այս անունները ունեն, այդ էլի սովետական միության ժամանակ էլի որ հայերը փորձել են գոնե հայկական անունները թաղամասերի մեջ բան, ինչքան իրենց հակառակը ստիպած լինեին, մեկը փորձել են բան հայկականը։ Ես մտածում եմ, որ դա գալիս է այն դաստիարակությունից, որը որ տարածաշրջանի այդ պահի սերունդը ստացել է ու այն իրականության մեջ, որը որ ինքը գտնվում է։ Օրինակ, այդ իմ կարծիքն է, էլի, եթե դու ապրում ես Թուրքիայում, որը որ քեզ նենց չի բարեկամ պետությունը համարում, քո մեջ ինքնապաշտպանական բանը քիչ թե շատ աշխատում է, ու դու գոնե քո ինքնությունը կարող է փորձես բայց Թուրքիայում, բայց Ռուսաստանի հայերին անկախ ամեն ինչից, թե ինչքան շատ սիրենք մենք հայերին, չուզենանք վատ բանացենք, բայց Ռուսաստանի հայերը իրենց մոտ եղած մշակույթով լրիվ տարբերվում են օրինակի համար այն մնացած հայերից, չնայած եթե Գլենդելի հայերին կարանք անենք, որովհետև իրենք էլ շատ նման են Եվրոպայի հայերին եմ տեսել, որ շատ իրենց մեջ շատ կա, ռաբիզը քյարթուն շատ կա Ռուսաստանի կամ Գլենդելի հայերի մեջ։ Ու նույն երկերի մեջ։ Այսօր ասենք օրինակ Մոսկվայի բայց դա հստակ չի էլի։ Մոսկվայում ապրող մի հրաշալի տղա կա, ես ասում եմ Արամ ջան, դու հրաշք ես, եթե դու կարողացել ես Մոսկվայի հայերին հավաքես, համախմբես հայկական բարի շուրջը, ուրեմն քեզնից ուժեղ տղա չկա։ Սովետական տարիներին ամբողջ սովետական միության համար բարեր բեմադրում Իգոր Մայիսեևը, ինքն էր որոշում հայերը ոնց բարեն, ուզբեկները ոնց բարեն, չեչենները ոնց բարեն։ Դրա արդյունքում ունենք այն ինչ որ ունենք։ Հետո դրա համար արդեն ասենք այդ հարսի բարի ժամանակ հարսի թևը հասավ երկինք ու թևատակը որ պիտի չերևար երևաց մի բան էլ ավել ձերքը որ վերջույթա պիտի գլխից վերև չլինի հասավ երկինք բանի չգիտեմ էլ ու նման շատ բաներ գնաց մշակութային համահարթեցում նրանք ովքեր չունեին մշակույթ ձեռք բերեցին եւ նրանք ովքեր ունեին ինքնատիպ մշակույթ կորցրին ինքնատիպությունը դրա հետ մեկտեղ ասենք օրինակ 80-ականներին մենք ունեինք 70-80-ական թվականներին Ստեփան Կարպիչ որը ասում էր հայրենասիրական երգը տվեք եթեր ես տերեմ սովետական շրջան երբ Անդրանիկի անունը տալը արդեն այդ ճոշտաներ դատավճիռ էր բայց Անդրանիկի հետ կապված ուրեմն իմ ծանոթներից մեկի պապը Անդրանիկի նկարը տանը դրած Ստալինի ժամանակ գյուղից այդ քսիվան գնում հասնում այդտեղ որ այս ինչ մարդը Անդրանիկի նկարն է տունը պահել գալիս են պետանվտանգությունից հանի էս նկարը ասում էսով ասում Ինգեր Ստալինը Ոնց համոզում են, այս մարդը, էս Ինգեր Ստալինն է։ Էս Ինգեր Ստալինն է։ Ես մեռնեմ իրան, էս Ինգեր Ստալինն է։ Բերում են Ստալինի նկարը ցույց են տալիս, ասում ես ինչ իմանամ դու նկարն ես ցույց տալի։ Էս է իմ իմացած Ինգեր Ստալինը։ Մինչև վերջ Իրանը պնդում է ու տենց, բայց բախտը բերել է, էլի, որ չեն քշել Սիբիր։ Մարդը ինքը տենց գիտի, դա Ինգեր Ստալինն է։ Մենք հիմա հետաքրքիր բան մեր բարեկամների տանն էլ կա Անդրանիկի նկարը նստած այսպես։ Ինքն է սիրում այդ նկարը, շոտ մեծ նկարեր օզդեցիկ։ Իսկ մեր հարևանները նույնիսկ անգամ Անդրանիկի անունից սարսափում էին։ Ասում են նոյեմբերյանի հաղթանակ գյուղում։ Մեկը մի սենց կիսախենթ մեկն ա եղել, ասում է երեխուն սենց բռնած, ասում է գոռաց Անդրանիկն եկավ ու ասում է ինչքան այդ ազգի երեխա կար, բոլորը ճճալով փախան մտան տները։ Նույնիսկ իրանց այդ տարիքի 3-4 տարեկան երեխեքի համար Անդրանիկի մենակ անունը ահու սարսափ էր։ Նշանակում է կար դաստիարակություն։ Որ Անդրանիկը վախենալու է, որ ինչքան էլ բերեին, պարտադրեին իրար հետ համերաշխ հաշտ ապրել, առևտուր անել, չգիտես ինչ անել։ Եթե վախ չլիներ, մեկը իրանք այդ թշնամանքը իրանց մեջ եղել է։ Այդ միշտ ես եմ ասում, որ հայերի, թուրքերի, առավել եւս այն մարդիկ, ով իրանց համարում են ադրբեջանցի, իրանց ու հայերի մեջ թշնամանքը միշտ է եղել։ Նենց որ նույն սովետի ժամանակ ինչքան է եղել, որ Ադրբեջանից բողոքներ է գնացել սովետ, որ Կարեն Դեմիրճյանը սենց բաներ արել, Կարեն Դեմիրճյանը հակառակն արել, այսինքն այդ ամեն ինչը միշտ եղել է, ինչքան է խափեն ասեն հայերն ու ադրբեջանցիները իրար լավ են ապրել, բոլորը գիտեն, որ
չի Ոնց են եղել ապրել, բան։ հա։ Ամեն օր ինչ որ մեկին սպանել են, ամեն օր ինչ որ մեկին ծեծել են, հետո նրանք են գնացել նրան սպանել։ Հենց որ չեմ ուզում Ոնց որ տենց եղել է ժամանակներին վերադառնանք։ 1890-ականներից հետո Դե այդ միշտ էլ եղել է։ հայ թուրքի կռիվ։ Հա, բայց ամեն դեպքում այդ անհատների շնորհիվ կարացել ենք էլի պահենք քիչ թե շատ մեր հայկականը կարող է 20 հոգին վախեցել են, բայց մեջներից մեկ 21-րդ մարտն է եղել, որ չի վախեցել, թեկուզ նույն Անդրանիկի նկարը պահի, թեկուզ խափելով կամ չգիտեմ ինչով, բայց ամեն դեպքում անի կամ կռվի ժամանակ վիզ դնեն, որ մոնթեից մետրո լինի, ոնց են կոպիտ վախեցել, ասած։ սարսափել են։ Հա։ Հիմա էլ նույնը, որ էլի այլ այդ թշնամիները անհատ անուններից են վախենում։ Մենք լազգով չենք հասկացել այդքանը, որ այդ անհատ որ ազգով չենք կարող հասնենք այդ անհատի մակարդակին, որ այդ ոչ թե Մոնթեի անունից վախենան կամ բլոկ անեն Facebook-ում Մոնթեի անունը, այլ ազգից կոնե քիչ թե շատ վախենան։ Մենք խաղաղության դարաշրջանում ենք ապրում, մենք չենք կարող։ Որովհետև մենք մոռացել ենք պետություն ունենալը։ Հիմա էլ էս վերջում էլ դեռ չենք հասցրել սովորել։ Ու սովորել ենք այդ անհատ ըստ ինչ որ գիտությունների, ինչ որ մի ժամանակ, հա, այդ ամեն ինչ գալու է եսի գիտակցությունը, որը մեր մոտ շուտ է սկսել։ Երևի թե էլի չեմ ուզում ստեղ խորանալ, բայց այդ նորվա ասածս մենք մոռացել ենք ինչա պետությունը։ Հիմա էլ էս նորն էլ չենք ուզում սովորել, էլի։ Ասում եմ մեր հինադատից ընկել ենք զրկվել, նորն էլ չենք սովորել, էլի։ Դարերով հեշտ բան չի։ Անորոշության մեջ ենք։ Դարերով մենք ու ամեն մեկս արդեն դարել ենք ոնց որ մենք մեր գլխի տերը, էլի։ Ու ով եկել է իր փափախը բերել դրել է մեր գլխին։ Հիմա մենք այսօր որպես ազգային տարած ընդունում ենք այս վերջի ժամանակների 20-րդ դարի սկզբի։ Մեր տեսածը։ Բայց դրանից առաջ մի 15-րդ դարում ինչ են հակել։ Մենք չգիտենք մեր թագավորներն ինչ են հակել, մենք չգիտենք մեր թագավորներն ինչ են կերել։ Ինչ կենցաղով են ապրել, մեր իշխանները ինչ նիստուկաց են ունեցել, ինչի մասին է Պատմությունը ինչ տվել է։ Դե ինչ որ բաներ գրած է, այդքանը գիտենք։ Այդ գիտենք, բայց ոչ ավելի։ Այսքան։ Հենց էլ Աստված գիտի ճիշտ է փոխանցվել թե չէ։ Այսօր նայում ես, ասենք ուրիշ երկրների, ուրիշ ազգերի, դե հիմա սուտու ճշտի չափը չեմ կարող ասել, բայց կան եվրոպական, պալատական մշակույթը, չգիտեմ, կամ ասենք նույն պարսկական եւ չինական, չգիտեմ, էսերները, բայց մենք ունենք հստակ պատկերացում, թե օրինակ Արտաշես թագավորը ինչ է կերել, ոնց է, կամ Բագրատունիները ինչ կենցաղով են ապրել, ինչ ձևի կահավորանք է եղել։ Մենք այդ ազգային կահկարասու մասին պատկերացումները ունենք, շատ գեղեցկականով ունենք։ Հա, Ինչ էլ ունենք։ նույնը հագուստը, Ոչ թակավորական։ Դες վերջերս մի հատ ոդկասթի ժամանակ էի լսում, հետարքիր միտքեր, որ մենք չունենք այդ թակավորական պալատները։ վերացրել են։ Վերացել է։ Չենք տեսել ուղղակի թակավորի Չկա, ձևի պալատ։ Ինչ վերացել էլ է։ եղել է, վերացել է։ Դե վերջին իշխանական տները վառել թափելուց հետո իրանց պալատներն էլ ոտի կոխան եղան, բրցան գնացին, չկա, այդ ամեն Անին գոյություն չունի, Տիգրանակերտը գոյություն չունի կամ թեկուզ Արցախի Ինչ որ Տիգրանակերտը։ քարեր են մնացել, մեկ էլ տեղանքներ կա, որտեղ որ ձեռի նկարածով ինչ որ նկար կարացել են գտնեն, շատ մոտավոր մոտավոր, պատկերացրել հա։ են այս օրինակ այս եկեղեցին կամ այս ամրոցը կամ չգիտեմ, այս ինչ սև տեսք ա ունեցել, բայց դա այնքան քիչ ա, ինչ որ նկարիչի պատկերացումն է, էլի այդ բան ինքը ոնց է որոշել, որ պետք է նկարի։ Նույնը ես եթե ճիշտ գիտեմ, Գառնու տաճարն էլ է, չէ՞, այդ ձևի վերականգնվել, որ նկար են գտել, ինչ որ Հա, շատ նկարով է։ Հա, ինքը այդ նկարի հիման վրա են վերականգնել, քիչ թե շատ համապատասխանեցնելով Ունկած քարերը, արդեն քարերը։ քարերն էլ տեսքը տվել է, էլի։ Հա։ Ինչ վերականգնել են։ Եկեք բայց տխուր թեմայով չավարտենք այս ամենը։ Եկեք մի հատ ուրախ բանից եկեք խոսանք, թե համերգներ կամ նոր բաներ ինչ եք պլանավորում անեք։ Ուրեմն նոր բաներ մենք միշտ պլանավորում ենք, անկախ հնարավորություններից։ Այս վերջերս ավարտեցինք Համշենի երգերի ձայնագրությունները, հիմա պատրաստվում ենք սկսել Արցախի երգերի Շատ ձայնագրություններ, Շատ էլի ուրախ։ մեծ նախագիծ, որի համար, չգիտեմ, անչափ շնորհակալություն պիտի ասեմ Նարեկացի արվեստի միությանը, որի շնորհիվ մենք ունեցանք Դերսիմի ձայնագրությունները, որի շնորհիվ կատարվեցին Համշենի ձայնագրությունների, այդ ձայնագրությունները Արցախը
եւ ավելի նմուշ Արցախի բարբառով չեմ կարող ասել արցախյան ժողովրդական երգեր կամ գեղեցկական երգեր էսեր, ասում եմ ուղղակի Արցախի բարբառով, որովհետև սրա մեջ եւ հին երգեր կան եւ նորաստեղծ երգեր կան, խնդիրը եղել էր Արցախի բարբառը, գլխավորը Արցախի բարբառը, սրան կհաջորդի ապարանի բարերքերը 50 եւ ավելի նմուշ, չգիտեմ ոնց ենք տակից դուրս գալու, բայց Աստված մեծ է։ հա, բայց դա ընթացքի մեջ է, մենք քիչ-քիչ դրանք անում ենք էլի։ Ոսա մենք հավատում ենք ձեր ուժերին հիմա։ Լավ բաները լինելու են։ Մենք էլ ենք մեր ուժերին հավատում, ուղղակի ուզում ենք նաև ուրիշների ուժերին հավատանք, ովքեր որ մեզ կաջակցեն նաև կազմակերպչական հարցերին, որովհետև ոնց որ մի քիչ առաջ ասացի, я сам шофер, я сам мотор տարբերակը Շատ դժվար է գիտենք։ շատ ծանր բան է։ Ոչ ոք գլուխ չգովի, որ ինքը եւ լավ կազմակերպիչ է, եւ լավ ստեղծագործող է, եւ լավ ղեկավար է, եւ թիմը շատ լավ բան է։ Երբ որ կազմակերպում են անում։ Եվ այդ թիմում պիտի լինի եւ պարտադիր պիտի ցանկացած ձեռնարկություն, ցանկացած կազմակերպություն, խանութ ինքը ունի վաճառքի տնօրեն։ Գործարանը պիտի ունենա վաճառքի տնօրեն, որը կոպիտ ասած, որ այդ ստեղծված արտադրանքը կարողանա իրացնել։ Հիմա մենք արտադրանքը ստեղծում ենք, այնքան արտադրանք ունենք, որ լճացած վիճակ է, ժամից ավել տևողությամբ։ Ինձ որ ասում են ինչքան ձայնագրություն ունեք, ես ասում եմ այսքան ժամ։ Ոչ թե այսքան երգ, այլ ինչքան ծրագիր ունեք մոտավորապես, ասում եմ այսօր հիմա սկսեմ, նստեմ, սկսեմ երգել, մինչև վաղը կերգեմ քո համար։ Ու երգը երգին չի կրկնի։ Այդտենց պապս էր ասում է ինչքան հեքիաթ գիտես, ասում էր հիմի որ սկսեմ պատմել, ամբողջ գիշեր պատմեմ, վաղն էլ պատմեմ, գիշերն էլ պատմեմ, մինչև լույս չի բրծնի։ Այս որովհետև այդ երգերը իսկապես շատ են։ Հիմա այսօր ակադեմիայի հրատարակությունները, կոնսերվատորիայի հրատարակությունները, հին ու նոր, նայում ես, այնքան նյութ կա շշմելու, այս իմաստով մենք բացառիկ բախտավոր ու ստեղծագործ այն անչափելի ստեղծագործ ժողովուրդ ենք եղել, որտեվ այնքան այդքան ֆոլկլորային նյութ ոչ մի ժողովուրդ երևի չունի։ Մենք ունենք դա։ Այնքան շատ, որտեվ այդ ստեղծագործական մոտեցում ամեն մեկիս մեջ նստած է։ Բացի այն, որ ամեն մեկիս մեջ մի թագավոր է նստած, ինչի ոչ ես այլ ուրիշը, ու ամեն մեկիս մեջ էլ այդ ստեղծագործական մոտեցումը կա։ Այնպես որ ծրագրերը շատ են, մենք այսքան տարի ասեմ, ես փնտրում եմ այն մարդուն, ով մեզ այդ հարցերով կաշխատի, այսինքն համերգ կազմակերպել, չգիտեմ, համերգներ կազմակերպել, մի քիչ բան բառով ասած պրոդյուսինգ։ Հա։ Մեզով նայմա, եթե կա մեր նայողների մեջ նես մարդ։ Մենք ձեզ սպասում ենք։ Բոլորս փնտրում ենք պրոդյուսերներ։ Բայց պրոդյուսերներն էլ բայց այս կլասիկ քիմիկվա պրոդյուսերներից չէ։ Հա, չէ, որտեվ իրանք պայմաններ են դնում, հա։ Ծախվում է։ Իրանք գալիս սկսում են ինչ-որ պայմաններ դնել։ Ազգային խմբին պետք է ուղղակի լավ կազմակերպիչ, լավ այն տեղերում հանդես կան, որ կոպիտ ասած չհայտնվի ոսկին արվի մեջ։ Մնավատ օրինակով։ Այն որ ասում են ժողովուրդը սա չի լսում, չի սիրում, սուտ են ասում։ Իհարկե սուտ են ասում։ Սուտ են ասում։ Մենք որտեղ էլ գնացել ենք, ինչ միջավայր էլ մտել ենք, երգել ենք, բարել ենք, մարդիկ լավ են զգացել։ Ուղղակի ժողովրդին սովորեցնել է պետք, որ ամեն ինչը ունի իր ամեն ինչը, ամեն ինչ ունի իր հստակ տեղը, որ հոգևոր երգի տեղը եկեղեցին է, որ պարտան խարջը բարերքն է, ոչ թե ռաբիս տժվժիկը, չգիտեմ, մաշուղական երգի տեղը այն է, դասականն էլ ու եվրոպական իր տեղն ունի, ամեն ինչն իր տեղն ունի ու չի կարելի խառնել թաց չորի հետ, հաստը բարակի հետ, էլի։ Ամեն ինչը երբ նորից վերադարձանք կրթություն, դաստիարակություն։ Գենը կաշխատի, մնացած ամեն ինչ իր տեղը գցում։ Երևի մի 10 տարի առաջ էր որ TV-ում էի աշխատում, այն երգերը որ գնում էր TV կամ այն կինոները, ասում են դե մարդիկ այդտեն սիրում են տալի։ Ես էլ միշտ կռիվ էի անում որ մարդը ոչ թե դա սիրում, այլ մարդը նայում է այն կամ լսում է այն ինչ որ իրան ստիպում են որ ինքը լսի։ Ու արտիստի կամ արվեստագետի տարբերությունը մնացած մարդկանցից պիտի կայանա նրանում, որ իր մեջ նախ պետք է լինի իմբոստություն, երկրորդը պիտի լինի ունիկալություն, այսինքն ինքը պետք է իրան մի փոքր նաև լինի էգոիստ, որովհետև արտիստը առանց էգոիզմի տենց
հասարակ մարդ կդառնա էլի ուղղակի ինքը պետքա ոնց ոչ թե ստիպելը մի քիչ սկոպիտ բառը, բայց ինքը պետքա նենց անի, որ այդ մարդիկ սկսեն լսել այդ, որովհետև եթե 100 հոգի միտեղ հավաքվում է, փորձես այդ 100 հոգուն մի հատ ստով տանես, վատ օրինակ բերեմ, բայց ինչ որ միտինգի, այդ 100 հոգին հավատալու է, քեզ հետևիցդ գա։ Բայց եթե դու առանձին մի հոգի ես վերցնում, այդ մի հոգին չգիտես ոնց է ստացվում, շատ խելացի մարդ է, բայց երբ որ իրանք 100 հոգով են արդեն, всё, այդ 100 հոգին դառնում է զանգված, ինչ որ մարդկային մուսիկա վատով չէ, բայց ամեն դեպքում տենց է, ես մտածում եմ, որ TV-ին հիմա չէ, որովհետև TV-ին ինչ որ գոյատևման կռիվների մեջ է, ով փող է տալի, ինչ ուզում անում են TV-ում, բայց այդ անհատներից է գալիս, որ այդ անհատները ինչ որ միտեղ պետք է իրանց անձնական ֆինանսական շահը մի քիչ մի կողմ դնեն, փորձեն լավ բան տան մարդկանց, որովհետև այս մարդկանց ուղեղը չես կարող անդադ զիբիլ լսնես, հետո ասես, վայ, գիտես ինչ կա, այս մարդիկ, չգիտեմ, սենց են մարդիկ, ընենց են մարդիկ, անգարագետ են մարդիկ։ Դե մարդը անգարագետ կմնա, եթե իր մեջ չես փորձում, որ գիտելիք լսնես։ Որտեվ այսինքն արվեստը, մեդիա դաշտը պիտի ծառայի, որ ոչ թե ինքը հարմարվի մասաների ճաշակին ու մտածողությանը, այլ ճաշակը բարձրացնի, ինքը պիտի դաստիարակող լինի, այսօր դաստիարակող չի։ Ես ոչ թե նրա համար եմ ասում, որ ինքս մեդիայի աշխատող եմ, որ ես ինքս այդ գործով եմ զբաղվում, ես արդեն 18 տարի հանրային ռադիոյում հաղորդումներ եմ անում ազգային երաժշտության վերաբերյալ, դրա համար չեմ անում, բայց այսօր ես չեմ տեսնում դաշտում ուրիշ։ Որովհետև այդ նույն բանը, եթե դու առաջարկում ես TV-ներում, ասում են, դա նայող չի լինի։ Չկա տենց բան, սուտ է։ Նայում ես, ասենք, օրինակ, գյուղից գյուղ։ Այդ գյուղերի մասին հաղորդումները տարբեր ալիքներով, մարդիկ մեծ սիրով նայում են։ Ես էլ եմ սիրում նայում։ Մեծ սիրով նայում են ու այդ հաղորդումների մեջ շատ ազգային երաժշտություն է գնում։ Մարդիկ հաճույքով նայում են, հաճույքով լսում են, որովհետև մարդիկ, գիտեք ոնց է, մտածողության փոխվելու հետ, կենսաձևի փոխվելու հետ մոդենելա փոխվում, ասում եմ, հիմա մոդեն էսպես է, այդ ժամանակի թելադրանքով, այդ ուղղությունները, ինչ որ քամիները, հոսանքները գալիս են գնում են, բայց մի հատ բան կա, որ ինքը միևնույն է միշտ վերադառնում է իր շրջանից յուր։ Պատտվում գալիս է, որ երկիր ուզում ես գնա, որտեղի փափախն ուզում ես տիր, որ լեզվով ուզում ես խոսի։ Մարդիկ մեռնելուց առաջ հայերեն են խոսում։ Հիմա այս մեռնելուց առաջը չի, այդ մեր մասին չի, էլի։ Մենք ամեն անգամ այսպես sense բան ենք լինում, էլի։ Այն չեմ ուզում ճռճռան արտահայտությունը Փյունիկի նման հառնում ենք կրակներից, չէ։ Այդ տենց բան չեմ ուզում ասել, բայց ես հատալի որ չենք հառնում Փյունիկի։ Մենք հիմա մխում ենք, չէ, մենք մխում ենք։ Մենք մխում ենք ու այս этаպում ցավոտ շրջաններից է երևի։ Այդ ցավոտ շրջանները միշտ են եղել, ես չգիտեմ, չցավոտ շրջաններ եղել, հա, չցավոտ շրջանը երբ է Տիգրան Մեծից Քրիստոսից առաջ 95 թվին է եղել։ Բայց երբ որ Մաշտոցը գրերի դասավորումը կամ չգիտեմ գրերը նորից հա ստեղծեց վերականգնումը։ Այսինքն ոսկե դար։ Այսինքն կարողացան հաստատել, որ չէ, մենք այս գրով պետք է գրենք, ոչ թե ուրիշ։ Ես այդպես եմ, որ չէ, մենք պետք է այս այբուբենը օգտագործենք, ոչ թե դեր պատմության ընթացքում մինչև նույնիսկ սովետական ժամանակ փորձել են պարտադրել մեզ անցնել լատինական այբուբենի։ Սովետական ժամանակ այդ փորձվել է, որ դուք էլ անցեք բանի լատինական այբուբենի, էլի։ Բայց եղբայր, ինչի, եթե մենք մերը ունենք, մեր լեզուն շատ սիրուն, շատ գեղեցիկ։ Ես պես մի հատ բան ասեմ, ոչ պաշտպանություն սովետի իհարկե, բայց ոնց որ վատով չեմ ուզում ասեմ։ Ես մտածում եմ, որ սովետը փորձել է, ինչ որ մարդիկ ընդդիմացել են, սովետը չի շարունակել։ Հիմա մեր այդ փորձում են, տենում են մեր ստացվում է, մենք ինչ որ բան են ասում։ Հա, մեզ ասում են, չգիտեմ, սենց արեք, մենք ասում ենք, հա, ախպեր, դե ուզում եք կանենք։ Որտեվ հիմա դառել ենք խխունջ։ Հա, դարձել ենք խխունջ, էլի գլուխներս մցրել ենք հետ։ Բաները այդ կենսաբանները հերքում են ջայլամի այդ գլուխը թաքցնել, ասում է ջայլամի եթե գլուխը մցնի ավազի մեջ, ուղղակի չի շնչի, պատկերացրեք անապատի այդ երման ավազը։ Ինքը ընդհանրապես գլուխը ուղղակի դնում է հողի վրա։ Հա։ Ինքը չի մցնում գլուխը, չի թաղում մեջը, էլի։ Մենք դարձել ենք խխունջ, մտնում ենք մեր պատյանի մեջ, իմ տունը
ճամփի կողից է։ Հա։ Ես իրադարձության մեջ եմ, կարևորը ինձ չկպնի, մնացածը Մի քիչ էլ մնացել է, հələ հույս կա, բայց Աստված չանի, որ ինչ որ քոչվորական բաներ ձեռք բերենք։ չէ։ Այդ քամիները կգնան, բայց չէ, ընդհանուր առմամբ միևնույնն է, ես այսօր նայում եմ, ասենք կա երիտասարդություն, հրաշք կա ինչ որ մի մասը կա, որ բութ անտարբերությամբ աշխարհի պորտն են իրանք աշխարհի իրանք շուրջն է անտարբեր, իրանք անգամ փողոց անցնելու ձևը նայում ես ուղակի sense 1000 ներողություն սիրտդ խառնում է, թե իրանք ոնց են իրանք պահում, բայց կան մտավոր ունակություններով կիրթ երեխեք կան, որոնք ծարավեն գիտելիքի, որոնք ոգևորվում են ազգային ամեն ինչից, այս երեխեքին է պետք ճիշտ գիտելիք տալ, Այո, որ իրանք ֆանատիկ չդառնան, որ իրանք հիմար ֆանատիկի չվերածվեն, որ իրանք ճիշտ գիտելիքը ունենան, որ կարողանան ճիշտ կողմնորոշվել ժամանակի եւ տարածության մեջ։ Ամենակարևորն է դա։ Մարդու ձեռքը զենք տաս, ու ասես դե գնա, բայց պիտի ինքը ուղղություն իմանա, ուր գնա, ոնց գնա եւ ինչու գնա, ում հետ գնա, մինչեւ ուր գնա, ինչքան գնա։ պետք է սովորացնես ուղղություն տաս։ Այդ ամեն ինչի մեջ էլ կարևոր է մշակույթը, որ սահմանից այս կողմ ու այն կողմ տարբեր երաժշտություն գոնե լինի, որ այնտեղ սահմանին գնացողը հասկանա թե ինքը որ կողմից է, առնվազն։ Դա իմ համար ամենակարևոր բաններից է։ Ես միշտ շատ բան եմ խոսում, այդ ծայրահեղական, հա, իմ դեպքում բոլորը գիտեն, ես ավելի ծայրահեղական եմ։ Ես մտածում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ Հայաստանի տարածքի ներսում երգում են երգեր, որը որ սահմանից այն կողմի մարդիկ են երգում ու ուրախանում են մեր դիակների վրա այդ երաժշտության ներքո, այդ մարդիկ նույնաչափ մեղավոր են ամեն ինչի մեջ, ինչքան որ արել են ադրբեջանցիները կամ թուրքերը։ Ու այն զոհերը, որ ունենք, վատ բանով եմ ասում, արդեն վատ բանով եմ ասում, որ իրանք էլ հավասարաչափ մեղավոր են դրանում, որովհետև դու մարդուն երբ որ ուղարկում ես սահման կամ 18 տարեկան երեխուն տնից հանում ես ուղարկում ես սահման, այն դեպքում երբ որ իր կյանքը արժևում է, հələ չգիտեմ, լիքը բաներ պետք է անի, ինքը հայտնվում է սահմանից այն կողմ նույն բաներն է լսում։ Բանակ ուղարկելուց երեխուն ուղարկում են այն երգերի տակ, որ ինքը լսելու է սահմանից այն կողմ էլ։ Իմ համար դա ամենավատ բաներից մեկն է, որը որ այսօր Հայաստանում տեղի է ունենում ու ինքը կարող է փոքր մասը այդ ամեն ինչի։ Կարող է եթե դու հակաօթային չունես, մեկը չես կանելու ոչ մի բան անես, բայց այն երեխան էլ չի կանելու ոչ մի բան անի, հա, գաղափարական մասով, որովհետև ինքը տենում է նույն մարդուն իր դիմացը կանգնած, ինչ որ իր հետևում է։ Միանշանակ։ Ոստե հարցը արդեն թե դու այդ ժամանակ որ կողմից կուզես ընտրես լինես էլի։ Ոնց ասեցինք վատով չավարտենք, բայց Էլի։ Ցավոտ տեղի մասին է, չէ, ամեն մեկը խոսում, միշտ ցավոտ տեղին ոնց պատտվում են, գալիս ենք։ Չէ, ես էսենց ասեմ, լավով ավարտելու համար ոչ թե ասեմ էլի sense ճրջոր արտահայտություններով ես լիահույս եմ, չգիտեմ ինչ, ես տեսնում եմ դա։ Ճիշտ է, շատ առայժմ դեռ շատ չի, որովհետև մենք չունենք ազգային մշակույթի դպրոցներ։ Մենք ունենք երաժշտական դպրոցներ ունենք, արվեստի դպրոցներ ունենք, չգիտեմ, մեզ ունենք, են, բայց մենք չունենք ազգային մշակութային կրթություն։ Այդ որ այդ ձեր ասած ինքը ճանաչի իմանա, լավ, ասենք լսում են, ասում է հայ տարբերություն, նույնը չի, չէ, նույնը չի։ Դա հիմնավոր իրան բացատրի թե ինչով նույնը չի։ Դու իրան չես կարա նոտաներով բացատրես, ասես, այրս տեղ էս որ սենց է, այս լադի մեջ էսի սենց է, չէ, բեր հիմնավոր։ Այն նոտա իմացողին էլ բեր հիմնավոր պատճառ, ինչու սա չլսել, ինչու նա լսել։ Ինչի, եւ ամենավատ բանը որ կարային անեին, Կոմիտասը մատուցեցին բան իդեմ բելկանտոյով ու ժողովուրդը մերժեց։ Վատ բան եմ ասում, բայց ժողովուրդը ասաց ու դա անհասկանալի է, այդ դժվար է։ Հասարակ մարդը դժվար բան չի սիրում։ Բոլորն էլ սիրում են հեշտ ապրուստ, հեշտ կերակուր, հեշտ աշխատանք, որ շատ ջանք չթափեն։ Այդ ամեն մեկը ղամաս չի որ գնա մտնի ծանր բեռան տակ, որ էս եմ անում, ես սիրում եմ տանջվել։ Մարդիկ սիրում են հեշտ բան։ Այսինքն այնպիսի բան, որ պարզունակ լինի, ուղեղը մարսի, ինքը չմտածի դրա վրա, ոչ թե մտածի, որ վայ զգուշելնեմ, որ ադե եթե պետք է զգուշելնեմ, ուրեմն չեմ ուզում։ Բայց դե արի այդ մարդուն բացատրի, որ Կոմիտասը այդ կոռոնկ էս չի, էլի։
Կոմիտասը նորաբացվեր բարի լույս մեկտեղ երթանք տարի դուս բոբիկ միքել է փուշե սիրունիկ պակտանուշ է Կոմիտասը էս անուշությունն է էս համոհոտն է էս սիրունն է որովհետև ինքը շատ կենսասեր մարդ է եղել Բայց որ դա ասում անուշություն ուրիշ ձև ես ընդունում, բայց մարդիկ կան, որ չգիտեմ, արաբական երաժշտությունները ասում են շատ քաղցր է երգում, հա, բանս է, ներվայնանում են։ Շաքար են ասում։ Ուզում ես կռիվ անես։ Հա, ես կարեմ արաբական էլ լսեմ, կարամ պարսկական երաժշտություն էլ լսեմ, բայց արաբականը արաբերեն լեզվով, արաբի կատարմամբ տարբերելու, ճանաչելու համար, որպեսզի ես իմանամ ինչն եմ մերժում։ Ես պիտի թուրքականը իմանաս, որ իմանամ, որ հասկանամ ինչը չեմ սիրում։ Այո, որտեվ ինչը չես ճանաչում, չես կարող ոչ սիրես, ոչ չսիրես։ Չեմ լսում, այնպես օրինակ ես երաժշտախմբերկա թուրքական որ լսում եմ, ու ինձ հետաքրքիր է իրանց մշակույթը, պետք է իմանաս ռեստորանային շրջանում ինչ են օգտագործում, ինչ չեն օգտագործում, ինչ տերմիններ արեցին, որ նաև Ստամբուլում են այտանում կամ Բաքվում են այտանում, չնայած Բաքվինը մի քիչ շատ բացարձակ չեմ կարողանում լսել, նույնիսկ ուսումնասիրության համար չեմ կարողանում լսել։ Որտեղ Բաքվի, այսպես ասած, երգեցողության իրանց հիմքը, նվագի հիմքը հայկականն է, երգեցողության հիմքը պարսկական երգեցողությունն է, Ստամբուլինը բյուզանդականն է։ Որովհետև այդ տարածաշրջանում պարսիկների հետ են ապրել, այսինքն իրանք պիտի մի պարզեն, թե իրանք ով են։ Իրանց մի քիչ դժվար է պարզել, թե իրանք ով են, ոչ թե պորոտախոսություն են կանում, այլ իրոք իրանց դժվար է։ Այդ տարածաշրջանում Ատրպատականի հատվածում գիտենք, որ ինչ ցեղ ապրել, ինչ ժողովուրդ ապրել, բայց թե իրանք ում շահունը, իրանք բոլորին իրանց նախնի են համարում, չեմ հասկանում էլի։ Կոնկրետ ում են իրանք, գոնե մի հատ թող իրանք կոնկրետվեն, թե իրանք ումից են գալիս։ Հետո նոր այդ կմտածենք։ Մենք գոնե գիտենք ով ենք, էլի, որտեղից են գալիս ու իրանց որ լսենք բոլորը իրանց պապերները հա, տենց իրարից իդեմ կապ չունեցող լիքը մարդկանց վերցնում են, իրար հակառակ մարդկանց վերցնում, ասում են, այդ իրանց նախնիներն են եղել, հենց որ, չէ, մեր ասածը պորոտախոսություն չի, ուղղակի ինչ որ բանի վրա հիմնված ենք ասում։ Մենք չենք բամբասում, մենք ճշմարտությունն ենք ասում։ Քննարկում ենք։ Շնորհակալ ենք։ Շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Ուրախ ենք։ Կարիք ունենք այս խոսակցության, համել մենք վերջում լիքը բաներ։ Համել իրականում շատ կարևոր է, որ լսարաններ կան, որոնք որ նակ չգիտեն մարդկանց, նոր ճանաչում են ու մենք ունենք դեմքեր, որ նակ անում են հսկայական գործ, բայց իրենց քիչ գիտեն, մեր գործունեությունը հենց դա որ ուզում ենք, որ այդ մարդկանց, որոնք մեր սյուներն են լինելու վաղվա օրվա ու վաղվա կրթվող երեխեքի պաշար այդ մարդիկ են լինելու կոպիտ ասած, իրենց իմանան մարդիկ ու այդ սյուներից մեկը նաև դուք եք, շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ, ամենակարևորը որ մարդիկ սիրեն այն ինչը որ մեր հայրենականն որտեվ ինչն էլ սիրեցիր լավ կանես, չսիրեցիր լավ չես անի։ Միանշանակ։ Համաձայն եմ։ Պիտի մեր գործը պիտի լինի մարդկանց սովորեցնել սիրել այդքան բան։ Այո։ Մերսի ձեզ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։